Ես կարծում եմ, որ այս տեղեկատվական ահաբեկչությունը այս տարի, եկող տարի լինելու է իր մաքսիմումի վրա։ Մեր քաղաքական դաշտում գործող անձանց մեծ մասը իրականում քաղաքական գործիչներ չեն ընդհանրապես։ Դե ոնց։ Իրականում ինչքան կարելի է Նիկոլը, սենց Նիկոլն էս Նիկո, դա հնարավոր չի դա արդեն։ Տրադիցիոն ամոթի էրոզիա։ Ամոթի ինչ լավ դեր, հա։ Ամենահետաքրքիրը այն է, որ այս իդեալիստական պրոպագանդան արվում է ամենակեղտոտ մեթոդներով։ Նույնիսկ առանձին վերցած այդ մարդու գիտակցության համար մղվող կռիվը իմ համար շատ կարևոր է։ Այն ինչ որ մեզ սովորացնում էին մեր որտեղ որ ես սովորում էի, հա, ինքը հնչում էր հետևել ձևով know your audience, իմացիր քո լսարանը, սա է հիմքը ամեն ինչի։ Մեր քաղաքական ուժերի մասը հիբրիդային պատերազմի մասնակից են, ընդունվում ոչ թե հայկական պետության կողմից, այլ հայկական պետության դեմ։ Կոմունիկացիաներ, հանրային հաղորդակցությունը քաղաքական։ Ինքը այսպեսի հետաքրքիր դիսցիպլինա է, որում ժողովուրդը միշտ ճիշտ է։ Ողջույն, դուք դիտում եք հայկական գործոնը, ես Նունե Մելքումյանն եմ։ Բարև ձեզ, ես Ավետիք Չալաբյանն եմ, այսօր մենք խոսենք տեղեկատվական ահաբեկչության մասին։ Մինչ հաղորդումը դիտելը, խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, Instagram-յան էջին, Facebook-ին եւ TikTok-ին, դա մեզ շատ է օգնում ավելի լավ տարածել մեր նյութերը, բոլոր հղումները հաղորդման ներքևում բնութագրի մեջ կան, շնորհակալություն։ Մենք այսօր շատ հետաքրքիր եւ ինձ շատ հոգեհարազատ թեմա ենք ընտրել, եւ փորձելու ենք խոսել սկզբից մտածում ենք քարոզչության մասին, բայց քո հետ խոսեցինք ու հասկացանք, որ ստեղ արդեն քարոզչության մասին չի խոսքը, հա, այլ խոսքը այդ տեղեկատվական ահաբեկչության մասին է, որի ներքո ապրում է մեր ժողովուրդը իմ խորին համոզմամբ, այդ մասնագիտական, որպես զոհ։ Այսինքն անդադար ամեն օրվա կտրվածքով մարդիկ ենթարկվում են տարապի տեղեկատվական շատ տարբեր ձևերով, շատ տարբեր ֆորմատներով, շատ տարբեր ազդեցության եւ հաճախականության, բայց հիմնականում ամեն օր մի բան լինում է եւ դրանից այնպիսի ապաթիա է առաջանում հա մարդկանց մոտ ու այնքան ցանկության բացակայություն ընդհանրապես ինչ որ բանի մեջ խորանալու, հասկանալու, ինչ որ բան անելու եւ այնքան մարդիկ լինում են մոլորված այդ ամբողջ տեղեկատվության մեջ, որ այլ ձևով քան ահաբեկչություն դա ուղղակի հնարավոր չի իրականում անվանել ու այո մենք խոսում ենք որ մեր ժողովրդի իսկապես զոհն է դրա այսօր ու մինչև որ մենք խոսենք ավելի միգուցե խորանանք հա նրա մեջ թե ինչպես այս ամեն ինչ հարվում եւ այլն ինչ որ բաներ հասկանանք դու էլ որպես հանրային գործիչ քաղաքական գործիչ բազմաթիվ անգամներ նման կետային ահաբեկչության զոհն նշանակետում է եղել, չէ՞, չեմ ուզում ասել զոհ, բայց հա։ Մինչև ինձ անդրադառնալը բնական է շատ կարևոր է այս թեման, արի իսկապես արձանագրենք հետևելը, որ այո, մեր երկրի բնակչությունը, բայց ոչ միայն մեր երկրի, բայց հատուկ մեր երկրի, եւ ես կասեմ ինչու հատուկ մեր երկրի բնակչությունը գտնվում է տեղեկատվական ահաբեկչության տարափի տակ, իսկապես։ Դա պայմանավորված է մեծ հաշվով երկու գործոններով, որոնք նաև մեր դեպքում շատ խիստ փոխկապակցված են։ Ուրեմն առաջի գործոնը դա այն հիբրիդային պատերազմն է, որը վարվում է հայ ազգի եւ հայկական պետության դեմ։ Այդ հիբրիդային պատերազմի հիմնական շահառուները Թուրքիան եւ Ադրբեջանն են, դրա մասին մենք արդեն խոսել ենք, բայց մասնակիցները իրանք չեն միայն։ Այդ պատերազմի հիբրիդային պատերազմի մասնակիցները նաև այլ գերտերություններ են, որոնք այս կամ այն կերպ ունեն նրանց հետ փոխկապակցված շահեր։ Եվ արդյունքում մեր դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, երբ որ մեզ փորձում են այդ հիբրիդային պատերազմի եւ տեղեկատվական շատ մեթոդիկ, լավ մտածած, լավ հաշվարկած նարատիվները, ուղերձները եւ այլն հղկած բանի միջոցով, հոսքի միջոցով ըստ էության մեր գիտակցությունը փոխել են, որոնք փոխել ըստ էության 180 աստիճանով։ Այն ինչին մենք հավատում էինք մինչև 2018 թիվը, բերել նա որ հավատանք ուղիղ դրա հակառակին, հա։ Դա տեղեկատվական, այսպես ասած, ահաբեկչության ոնց որ հիմնական ալիքն է։ Դրա ներսում եւ դրա հետ փոխկապակցված կա երկրորդ ալիքը, որը ոչ միայն Հայաստանի դեպքում է տեղի ունենում, բայց Հայաստանի դեպքում ակնհայտորեն տեղի ունենում։ Եթե մի երկրում իշխանության փոփոխությունները տեղի են ունենում ընտրությունների արդյունքում, եւ ընտրությունների արդյունքում, եթե նույնիսկ ոչ 100%-ով, բայց բնակչությունը այնուամենայնիվ որոշակի կարևոր ձայն ունի եւ ազդում ընտրությունների արդյունքի վրա, ապա ընտրությունից ընտրություն, բայց ոչ թե ընտրությունից առաջ վերջի 1 ամիս, այլ ընտրությունից ընտրություն ամբողջ ժամանակահատվածում տեղի է ունենում բնակչության գիտակցության վրա
ուղղորդված ազդեցություն, որովհետեւ դու կարողանաս ընտրական արդյունք ստանաս։ Նույնպես եմ ուզում կրկնեմ, դա ոչ միայն Հայաստանում տեղի ունենում, բայց շատ այլ տեղեր, բայց մեր դեպքում դա շատ ակնհայտ է, այսինքն տեղի ունենում անընդհատ քարոզարշավ հիմնական քաղաքական ուժերի միջև եւ այդ քարոզարշավը նաեւ փոխկապակցված է առաջի գործոնի հիբրիդային պատերազմի հետ, որովհետեւ մեր քաղաքական ուժերի մասը հիբրիդային պատերազմի մասնակից են, ընդունվում ոչ թե հայկական պետության կողմից, այլ հայկական պետության դեմ եւ հայ ժողովրդի դեմ, իրանք այդ հիբրիդային պատերազմի գործակալներ են, վճարվող կազմակերպված գործակալներ են։ Եվ ստացվում է, որ մենք գտնվում ենք մշտական ինֆորմացիոն տարափի տակ, որի հիմնական նորից եմ ուզում ասեմ, թիրախը հայ ժողովուրդն է, հայ ազգն է, մեր ինքնությունն է, եւ այդ տարափի միջոցով փորձում է այդ ինքնությունը փոխել։ Այ դու ասեցիր այդ երկրորդ շերտի մասին, ես էլ մի քանի բան ավելացնեմ, բավականին տիպիկ է ոչ միայն մեր համար, որ երբ որ ինչ որ իշխանություն, ինչ որ իշխանական թիմ տարիներ իշխանության մոտ է, իր ռեյտինգը նվազում է շատ, հա, այսինքն ինքը էլ չունի, եթե երբևիցե ունեցել է այդ բարձր ռեյտինգը, որպես կանոն հաջորդ ընտրություններին, հատկապես երկրորդ ընտրություններին մոտ արդեն այդքան չունի, ու այստեղ գալիս է այդ քարոզչության հիմնական տարբերությունը, հա, նույն մարքեթինգի կամ կոմունիկացիաների հետ, հա, որովհետև եթե մարքեթինգը եւ կոմունիկացիաները փորձում են քեզ վաճառել, այսպես ասած, ինչ-որ product կամ ծառայություն, ապա այստեղ ամեն ինչը գալիս է նպատակադրումից, հա, նպատակից։ Հիմա այստեղ պետք է ուղղակի դիտարկել ու հասկանալ ու վերլուծել ինչ նպատակ կարող է ունենալ բավականին ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը ու ինչ ինքը կարա անի այդ դեպքում կամ ուզում է անի այդ դեպքում ու ցավոք սրտի մեր մոտ դա հմուտ ստացվում է, հա, այն ինչ որ մեր իշխանությունը անում է։ Ինքը ունի ինչ որ աջակիցների սեգմենտ, հա, այդ առաջի ինչ որ կարգի աջակիցներն են, որոնք արդեն իրենց վստահում են, արդեն իրանցն են, ու ինքը ունի ընդհանրենք վարչական ռեսուրս, հա, որը էլի ինքը գիտի, որ ինքը կօգտագործի ընտրություններից առաջ։ Դա ինչ որ պլյուս մինուս հասկանալի ինչ որ ռեսուրս է իր բալանսում, հա, եթե այդպես ասենք։ Հիմա ինքը ունի ստեղ երկու ուղի, երկու նպատակ կարա դնի։ Նպատակ համար 1 ինքը կարա սկսի բոլորին համոզել, որ ինքը իրականում շատ լավ իշխանություն է, շատ ճիշտ բաներ է անում եւ այլն եւ այլն։ Բայց նվազող ռեյտինգները մեր դե ֆակտո իշխանության ցույց են տալիս, որ դա հնարավոր է անել, որոնք չոշապով դա փորձում են անել, բայց դա բազմաթիվ ներդրումներ ու ջանքեր է պահանջելու իրանցից, հա, այսինքն այդ մարքեթինգային տերմինով ասեմ, բայց return on investment-ը վերադարձը ներդրման շատ ցածր է իրականում ստացվում, այսինքն դա հետաքրքիր, այո, դա հետաքրքիր չի, դրա համար ստեղ գալիս է այլ նպատակը հետեւյալն է, անել այնպես, որ իրանց այդ բալանսից ավել ոչ ոք չունենա։ Ու այստեղ գալիս է շատ դասական բաժանիր եւ տիրիրը, իսկ բաժանիր եւ տիրիրը իր հերթին բերում է այս ահաբեկչության, որի տակ մենք որ գտնվում ենք, որովհետեւ իրանց համար դառնում է կարեւոր այդ ապակենտրոնացած, իրոք ապակենտրոնացած, բազմաթիվ աղբյուրներով, բազմաթիվ ալիքներով, բազմաթիվ նարատիվներով, մեկը խոսող գլուխ կլինի, 10-ը իրականում խոսող գլուխ կլինի, 10-ը կլինեն ինչ որ fake, չգիտեմ ինչեր, հա, էջեր, 50-ը կլինեն լրատվականներ, հետո այնտեղ կլինեն fake-եր, որոնք որ տակը ինչ որ բաներ են գրում, բայց իրանց համար կարևոր է դառնում այս դեպքում այդ բաժանելը, որ ոչ մեկի շուրջ, ոչ մի գաղափարի, ոչ մի մարդու, ոչ մի իդեայի, հա, ոչ մի բանի շուրջ չլինի կոնսոլիդացիա։ Մի քանի խնդիր են լուծում միաժամանակ։ Որովհետև այո, եկել են գիտակցության, որ հանրային աջակցությունը ցածր է եւ ցածր հանրային աջակցությունը վերականգնել 7 տարի ձախողումների պատմությունից հետո շատ դժվար է։ Ինչքան կարաս ասես, գիտեք ինչ, բայց մենք ասֆալտ ենք փռել։ Հա, Նիկոլն էլ սուրբ է։ Հա, չէ, մենք դնենք այդ մի կողմ, չէ, բայց կոռուպցիա նախկինները Նիկոլը հնարավոր չէ էլ, հա։ Էլ հնարավոր չէ, ինչքան ուզում ես ասա, մենք ասֆալտ ենք փռել, ի վերջո մարդիկ ասում են, լավ, այդ ասֆալտ փռելը քանի տարի կարակ մեր վրա վաճառեք, ու իդեպ դա ամենաբարդ գործը չէ՞ էլի։ Ասֆալտ փռելը հաստատ ամենաբարդ գործը չի։ Իսկ այն ինչ որ շատ ավելի բարդ է, ձախողել եք։ Ուստի ստեղ ոնց որ այս փաստարկումը, արգումենտացիան, թե իրանք ինչու պետք է իշխանության մնան, այդ փաստարկումը ոնց որ շատ թույլ է։ Հիմա որն է այլընտրանքը եւ հակախաղը որն է, որ այս իշխանությունը փորձում է իրականացնել։ Հակախաղը բաղկացած է մի քանի ոնց որ տարերից, մի տար չի։ Առաջինը պատրաստել, այսպես ասած, իշխանության արբանյակներ։ Ես հաշվի առնելով մեր ոդկասթի բովանդակությունը անուններ չեմ նշի, գիտակցված անուններ չեմ նշի, չեմ ուզում որևէ մեկին ինչ-որ իմաստով նաև այդպես նշանակեմ, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունը իր ռեսուրսները դնում է ոչ միայն իր հիմնական, այսպես ասած, ֆրոնտլայների, հա, Փաշինյանի մեջ, այլ դնում է նաև այլ գործիչների մեջ, որոնք ֆորմալ տեսանկյունից այլ կուսակցություններ են ներկայացնում։ Վերլուծաբաններ մեկ-մեկ։ Վերլուծաբաններ կարող են լինել, չնայած շատ արագ դառնում են կուսակցություններ եւ այլն, հա։ Եվ
փորձում է օգտագործել այդ նոր, այսպես ասած, թարմ դեմքերը, վարկանիշներ ստեղծ արհեստական կեղծ վարկանիշներ, որտեղ օրինակ այդ նոր թարմ դեմքը, դրանք թարմ դեմքա, որը կյանքում ոչ մի շոշափելի բան չի արել, պետական կառավարման փորձ չունի, իր հետագիծը գնահատել պրակտիկորեն անհնար է, բայց ընդհանրենք շատ հարթ խոսում է։ Ու այդ շատ հարթ խոսացող դեմքից փորձում են նոր վարկանիշային միավոր սարքեն։ Դա ինֆորմացիոն ահաբեկչության մի տարն է, հա, որովհետև դրանով մարդկանց խաբում են ըստ էության։ Իհարկե։ Մարդիկ տեսնում են ինչ-որ ասենք գրավիչ դեմ, խելոք կազմակերպված խոսք եւ այլն, բայց չեն կարողանում իրանց այդ հարցը տան։ Իսկ այս մարդը, որ գալիս է ենթադրենք հավակնում է գալ պետական իշխանության, այս մարդը ի՞նչ է բերում իր հետ։ Պարզվում է, որ բերում է նույն ինչ որ գործող իշխանությունն է, բացարձակ նույնն է, բայց ուղղակի հիմա դա այլ կերպ է փաթեթավորվում։ Չէ, դու կներես այդտեղ ավելացնեմ նաև որ այդ հարթ խոսքը, որ ինքը ասում է, իրականում որ մի քիչ Ղուրանս ինչեր են ասում, այստեղ խայտարակություն է, էլի ասում։ Չէ, ինչի դա էլ է ահաբեկչություն, չէ, կոնկրետ մարդկանց մասին չեմ ասում, ես բոլոր արբանյակների մասին եմ ասում իրականում, այդտեղ չկա ռացիոնալ տար, էլի երբևիցե։ Չէ, արբանյակները ըստ էության կրկնում են գործող իշխանության թեզերը պարզապես այլ ձևակերպումներով, այլ փաթեթավորումով եւ այլն եւ հնդածած գործող իշխանությանը պարբերաբար ասենք քննադատում են։ Որտեղ որ կարելի է քննադատում են, այո։ Քննադատում են, որպեսզի իրանք ինֆորմացիոն տարածության մեջ իրանցից տարանջատվեն։ Դա մի գործիք է կազմն է։ Ստեղծել կեղծ ընդդիմության տենց մի հատ այսպես ասած բույլ, հա, եւ բավական արդյունավետ իշխանություն աշխատում է հաշվի առնելով, որ ինքը ունի լրատվական հզոր միջոցներ, ինչպիսին է օրինակ հանրային հեռուստատեսությունը, ինչպիսին է օրինակ ենթադրենք մի քանի կայքեր եւ այլն եւ այլն։ Շատ։ Հա։ Հիմա երկրորդ բանը, որ իրանք փորձում են անել, հետեւյալն է։ Ֆունդամենտալ հիասթափություն առաջացնել քաղաքական համակարգի նկատմամբ ընդհանրապես, որովհետեւ այն մարդը նույնիսկ, որը ունի ընդդիմադիր հայացքներ, ինքը ասի լավ, բայց ես ում եմ ուզում քվեարկեմ, չկարողանա այդ հարցի պատասխանը տալ եւ արդյունքում չգնա ընտրությունների, որովհետեւ դա ինչի է բերելու, եթե մենք հասկանում ենք, որ իշխանությունը ունի որոշակի համակիրներ, պլյուս ունի ադմինիստրատիվ հարկադրանքի միջոցներ, որը իդեպ Գյումրիում ինքը շատ մեծ ինտենսիվությամբ օգտագործած մեր բոլորի աչքի առաջ, հա, ապա դա նշանակում է, որ ընտրությունների դեպքում նույնիսկ շատ ցածր վարկանիշի պայմաններում ինքը X քանակությամբ ձայն կարողանալու է ապահովել։ Ինչ ուզում ես արա կարողանալու է ապահովել, լավ եթե հակազդես ավելի քիչ կլինի, վատ հակազդես ավելի շատ կլինի, բայց ինքը որոշակի քանակությամբ ձայներ կարողանալու է ապահովել, որովհետև այդ ադմինիստրատիվ հարկադրանքի միջոցները շատ հաճախ այնքան թաքնված են, որ դու ինչ չես կարող գնալ ձեռքից բռնես, հա, ենթադրենք դպրոցի տնօրենը ուսուցչին կանչում է, ինչ որ բան ասում եւ այլն։ Այդ հնարավոր չի դրա դեմն առնել, էլի, այդ լինելու հնարավոր է, բայց ոչ տվյալ դեպքում, էլի։ Հնարավոր է, բայց ոչ 100%։ Ոչ 100%։ Հնարավոր է։ Դրանց պետքա որ չգան։ Հա։ Հիմա ինչ է պետք, որ ընդդիմադիր թևը չգա։ Գյումրիում օրինակ իրանց հաշվարկը դրանում էր, այդ հաշվարկը տապալվեց։ Ընդդիմադիր թևը եկավ ընտրությունների, նույնիսկ շատ ավելին, քան թե սպասել էր, բայց հիմա համապետական ընտրություններին պետքա փորձել նույն այդ մթնոլորտը ստեղծել, ասել որ ինչը լինի, նույնն է լինելու, տեսակ ասենք 4 հատ ղեկավար ունեցան երկրում բոլորն էլ վատն էին, իրենք են ասում բոլորը վատն են։ Հա, իրենք են ասում։ Հա, բոլորը վատն էին, ով էլ գա նույն վատն է լինելու, վատը, այսինքն ոչ թե փորձելու են բան անել լավացնել իրանց, այլ վատացնել մնացածներին։ Այդ երկրորդն է։ Կա երրորդը, որ ես կարծում եմ մի քիչ ավելի թույլ է աշխատում բանի կողմից, իշխանական քարոզչության կողմից, բայց ցավոք ընդդիմադիր դաշտում այդ երրորդ էլեմենտն էլ կա։ Երբ որ ընդդիմադիր տարբեր ուժեր իրար հետ մրցակցելով, ինչ որ պահից սկսած նաև անցնում են այն կարմիր գիծը, որ իրանք չպետք է անցնեն, երբ որ իրանց մրցակցությունը սկսում է դառնալ կանիբալիզմ, սկսում են հոշոտել իրար։ Սկսում են իրար հոշոտել եւ իրանց այսպես ասած քարոզչական թեզերը դառնում են ոչ այդքան պայքար իշխանության դեմ կամ իշխանության համար, որքան պայքար իրար ներսում, որը բնականաբար դառնում է հավելյալ գործոն հանրային հիասթափության, հանրային այսպես ասած пассивության եւ այլն եւ այլն։ Այս բոլորը միասին որ վերցնում ես, նաեւ հաշվի ես առնում լրատվամիջոցների թիվը, թե ինչքան անկյուններից, ինչքան տեղերից է գալիս, բան եւ վերցնում ես շարքային քաղաքացու տեսանկյունից ես ամեն ինչն եմ, ասում ես մարդը, այս մեր շարքային քաղաքացին պայմանական, մեղ կա ուղակի։ Մեղ կա, իր գլուխը առավոտից իրագուն լվանում են ուղակի։ Ուղեղը առավոտից իրագուն լվանում են, ու այս մարդը արդեն չի կարա հասկանա ինքը ինչին հավատա, ինչին չհավատա։ Ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Սուտն ու ճիշտը իրար հետ նույն կաթսայի մեջ դրած, անընդհատ sense հեղեղի պես հորդում է, ու խնդիրը նրանում է, մենք դրա մասին ավելի մանրամասն կխոսենք, որ ստի հետ քան որ ճշմարտությունն էլ է միախառնված, ոչ մեկ բացահայտություն չի ասում, բայց ասենք ճշմարտության մեջ մտցնում է ստի տարեր։ Հա։
Եվ այդ ամեն ինչը sense խառնված բան մարդուն բերում է բացարձակ ապակողնորոշման։ Իդեպ այստեղ ես ընդդիմությանն էլ տենց թեթև կուզեի անդրադառնալ, բայց այստեղ մինչև դրան անդրադառնալը, երբ որ մենք խոսում ենք այդ հետ ճշմարտության մասին ու նորագույն տեխնոլոգիաներով քարոզչություն, ռոպագանդա կամ այսպես տեղեկատվական ահաբեկչություն մեր դեպքում իրականացնելու մասին, ես պետք է ասեմ, որ որոշակի հետազոտությունները միշտ չէ որ քանակային, բայց այն հետազոտությունները, որոնք որ մասնակիցներս անում են տարիներ շարունակ, նաև ցույց են տալիս, որ մենք այստեղ հատկապես ունենք երկու բևեր, հա, որոնց վրա դա առավել եւս անդրադառնում է, դա բարձր տարիքի մեր համակարգացիներն են եւ դա շատ երիտասարդ մեր համակարգացիներն են, տարբեր ձևով անդրադառնում։ Հիմա կոնկրետ բարձր տարիքի մեր համակարգացիների դեպքում խնդիրը հետեւյալն է, այս մարդիկ ի տարբերություն օրինակ իմ սերնդի 34-35 եւ ավելի ցածր բարձր սերնդի, ինտերնետի, հա, համացանցի եւ սոցիալական մեդիաների մուտքը բավականին ուշ են գործել։ Մենք ստատիստիկայով իմ դեպ տեսնում ենք, որ դա սկզբից եղավ 18 թվականին, հետո եղավ 20 թվականին կոവിഡ്ի ժամանակ, հետո եղավ 20 թվականին պատերազմի ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կար այլընտրանքային ու շատ ու անընդհատ տեղեկատվություն ստանալ ու չերին բավարարում արդեն դասական միջոցները, որոնց որ մարդիկ ավելի սովոր էին, ու մարդիկ եկան մտան Facebook, հա, կարծում եմ որ մեր ունկնդիրներից շատ-շատերը եւս կփաստեն, որ այդ մոտավորապես այն ժամանակն էր, երբ իրանց ծնողները կամ իրանք, չգիտեմ, մորաքուրները, հորաքուրները եւ այլն իրենց խնդրեցին օգնել Facebook-ում ավելանալ, հա, այսպես ինչ որ բան կարդալու, այդ տարիներն էին, ու մարդիկ շատ անպատրաստ էին, ու դա լրիվ հասկանալի է, լրիվ տրամաբանական է, ես որևիցե կերպ բնականաբար այլ բան չեմ փորձում ասել, բայց մարդիկ բացարձակ անպատրաստ էին այդ հետ ճշմարտական տարափի, այդ թվում նաև այդ տարբեր պղպջակների, շատ հաճախ սատելիտների, իրանց իշխանական բլոգերների, մի խոսքով սուտը տարածողների, որոնք որ իրանց վրա, այսպես ասած, հասան, հա, որպես բացարձակ անպատրաստ զոհերի, ու խնդիրը ստեղ, հա, երբ որ ասում են Facebook-ը մեր տունը քանդեց, շատ անպագորկուր է հնչում, բայց Facebook-ը մեր տունը քանդեց, ես որպես մարդ, որի կարիերան 15 տարի սոցիալական մեդիաների հետ եւս կապված է եղել, դա փաստում եմ, որովհետեւ ինչ է ստեղ տեղի ունենում, երբ որ դու սոցիալական ցանցում ցանկացած ընկնում ես ինչ որ բանի մեջ, հա, ինչ որ պղպջակի մեջ, շատ դժվար է։ հնարավոր չի, որովհետեւ Facebook-ին ինչա պետք, Facebook-ին պետք է, որ դու շատ ժամանակ անցկացնես Facebook-ում, որ ինքը քո վրա գովաց ծախի եւ այլն, հա, այստեղ parz է այդ բիզնես մոդելը։ Ինքը քեզ պահում է, որպես ինքը քեզ պահի, ինքը քեզ տալու է այն ինչ որ դու ուզում ես տեսնես, այդ confirmation bias ասածն է, երբ որ դու ուզում ես կարդալ եւ հավատալ այն ինֆորմացիային, որը որ դու հակված ես արդեն, հա, այսինքն դու ճիշտ հավատում ես ու դու հենց այդ էլ կարդում ես։ Ու երբ որ մարդիկ ընկնում են այդ պղպջակի մեջ, այդ պայմանական այդ անունները կտամ, հա, Ռոման Բաղդասարյանական ինչ որ տենց պղպջակների մեջ, հա, ենթադրենք, այդ տեղից արդեն դուրս գալ նարար չէ, որտեղ չլինի Ռոման Բաղդասարյանը ուրիշին իրան կառաջարկի նույն Facebook-ը կամ այլ սոցիալական ցանց իրականում ուրիշին։ Ու այդ առումով այդ տարիքային այդ բանը շատ է ազդել նրան, որ այդտեղից մենք ունենք շատ կորուստներ, հա, մարդկանց լրիվ ահաբեկված ու ասենք բան արած։ Բայց երիտասարդների մեջ էլ կներես, երիտասարդների մեջ էլ խնդիր կա, որովհետև երիտասարդների մեջ էլ այդ զումերների, հա, այսպես պայմանական ասած, այդտեղ էլ այլ խնդիր է, հոգեբանական իդեպ շատ լավ հոգեբան կա, Ջոնաթան Հայթը, որը դրա մասին շատ է գրում, այդտեղ կա ուշադրության կոնցենտրացիայի խնդիր, հա, այդ մարդիկ էլ մենակ ռիլերով են հասկանում այս կյանքը։ Ու իշխանությունը մեծ մասը, հա, չէ, բոլորը չէ, ոչ էլ բոլոր մեծերն են, մենք հիմա խոսում ենք մեծամասնությունների մասին, մենք հիմա խոսում ենք տրենդերի մասին։ Դոմինանտ տենդենցիաների մասին, բնականաբար բոլորին չվերաբերում եւ լիքը, չգիտեմ, իմ եւ քո տարիքի մարդիկ այնքան բաների են հավատում եւս որ դու ոչ ոք այն որոշման никто не застрахован, ոչ ոք ապահովագրված չի այստեղ, էլի։ Բայց այստեղ էլ այդ խնդիրն է, ուստեղ իշխանությունը փայլուն լուծում է այդ խնդիրը, որովհետեւ ինքը ի տարբերություն մեզ, հա, այսպես ասած ընդդիմադիր թևի, ինքը շատ արագ կարողանում է տարօրինակի պես էլի, չնայած իրանք իշխանություն են, բայց իրանք այդ մոդեռնիզացվելու տեսանկյունից, երբ որ խոսքը գալիս է ահաբեկչությանը, իրանք լավ էլ մոդեռնիզացվում են, իրանք լավ հետևություններ են անում եւ Երևանի ընտրություններից եւ ես համոզված եմ, որ Գյումրի դրա համար ես կարծում եմ, որ այս տեղեկատվական ահաբեկչությունը այս տարի, եկող տարի լինելու է իր մաքսիմումի վրա։ Բնական է, որովհետեւ նաեւ խաղադրույքները շատ բարձր են։ Բայց արի, տեսքո վերջի խոսքի մեջ մի քանի հատ գաղափարներ հնչեց։ Արդ գաղափարները փորձենք ոնց որ մի քիչ բացահայտենք, հա, նախ խոսենք confirmation bias-ի մասին կամ վերահաստատման կանխակալության մասին։ Դա մի քիչ բարդ տերմին է, որպես պայմանավոր մենք մեր ընկերների հետ, որ մենք confirmation bias կասենք, այս անգամ ու իրանք մեզ ներեն, բայց նաև բայց կբացատրենք, այո, եւս։ Մի քիչ բացատրենք ինչի մասին է խոսքը գնում։ Խոսքը նրա մասին է գնում, որ եթե մարդ այս կամ այն կերպ հակված է ինչ-որ բանին հավատալու, ապա հետագա փաստերը նա սկսում է ֆիլտրել այն նպատակով, որպեսզի ինքը ամրապնդի իր հավատալիքը։ Եթե փաստը համապատասխանում է, փաստը ինֆորմացիան եւ նորությունը համապատասխանում է
իր հավատացածին, դա ինքը ընկալում է, եթե չի համապատասխանում, ինքը դա մերժում է, վանում է իրանից։ Դա հայտնի հոգեբանական իրողություն է, բայց այստեղ կարելի է նաև ավելացնել հետևյալը, որը շատ հետաքրքիր է։ Փորձը ցույց է տալի, որ մարդը հավատում է այն ինֆորմացիային, որ ինքը առաջինն է լսել մեծ հավանականությամբ։ Այսինքն, ով առաջինը ինչ որ բանի հետ կապված հասցրեց մարդու գլխուղեղի մեջ մցրեց ինչ որ մի հատ, այսպես ասած, հավատալիք, նա առավելություն ունի։ Որտեղ մնացածները ստիպված են լինելու այդ հավատալիքը արդեն առաջի անգամ մտած հավատալիքը ժխտել, իսկ մարդը քանի որ ունի այդ, այսպես ասած, հաստատման կանխակալությունը, անդակարգ սկսում է դիմադրել։ Նա լսել է ինչ որ տեղից ինչ որ բան, հավատացել է դրան, ու նա հակված է իր հավատալիքը պաշտպանելու, այդ մեկ։ Երկրորդը, երիտասարդության հետ կապված խնդիրը։ Երիտասարդության հետ կապված խնդիրը, որին ես բախվում եմ վերջի շրջանում, շատ պարադոքսալ է, որովհետև դու մի բան ասեցիր ռիլերի հետ կապված, բայց ֆունդամենտալ իմաստով դա պայմանավորված է իմ կարծիքով համալսարանական կրթության որակի կտրուկ նվազման հետ Հայաստանում։ Ես միջև համալսարանականներն եմ նույնիսկ ասում 14, 15, 16, Ես ասեմ այն խնդիրը, որ ես տեսնում եմ, տես համալսարանական կրթության որակը Հայաստանում կտրուկ նվազել է։ Եվ այն նվազել է բազմաթիվ պատճառներով, պատճառներից մեկը օբյեկտիվ է, դա նրանում է, որ կապիտալիստական հասարակությունը, որում ապրում է Հայաստանը, խորը կրթությունը, խորը համալսարանական կրթությունը, որ մենք օրինակ ստանում ենք խորհրդային տարիներին, ես դա համալսարան ընդունվել եմ խորհրդային տարիներին, ավարտել եմ անկախության շրջանում արդեն, ընդունվել եմ 89 թվականին, ավարտել եմ 94-ին։ Ուրեմն բայց դա եղել է խորհրդային համալսարանական կրթություն, որովհետև ընթացքում ինքը չի հասցրվել վերակառուցվել, խորհրդային մոդելը համալսարանական կրթության, դա համակողմանի կրթություն էր։ Ես սովորում եի ֆիզիկայի ֆակուլտետում, բայց առաջի կուրսում եւ փիլիսոփայություն էի անցնում, եւ անգլերեն էի անցնում, եւ ռուսերեն էի անցնում, եւ պատմություն էի անցնում, բայց լավ էինք անցնում բացրած։ Լավ էինք անցնում, այսինքն դա բերմեր նրան, որ մեր մոտ համակողմանի գիտելիք էր առաջանում եւ համակողմանի գիտելիքի առաջացումը նաեւ բերմեր նրան, որ դու փորձում ես գիտելիքի տարբեր ոլորտները իրար հետ վերադրես եւ ստանաս ոնց որ հավելյալ գիտելիք, հավելյալ արժեք։ Հիմա կրթության մոդելը նրանում է, որ քեզ տալիս ենք զուտ այն գիտելիքը, որ քեզ պետք է մասնագիտական հաջողության համար։ Եվ մարդիկ այդ համակողմանի գիտելիքի մոդելից մեծ մասը հեռացել են։ Իրանք նեղ են ավելի գիտելիքին վերաբերվում, ինձ ինչն է պետք, ասենք, այն ծրագրային կոդը, որով ես վաղը պետք է աշխատեմ, կամ այն գծագրերը, որով վաղը ես ենթադրենք շենք պետք է նախագծեմ, կամ ենթադրենք անգլերեն լեզուն, որտեղ վաղը ես պետք է թարգմանիչ աշխատեմ, իսկ թե ասենք օրինակ մաթեմատիկանից պետք է թե չէ, ընդհանրապես այդ հարցին չեն տալի, մտածում եմ լավ, եթե ես թարգմանիչ եմ լինելու, ինչի՞ս է պետք բարձրագույն մաթեմատիկան, բայց եկան բոլորն էլ պետք են, որոշակի մակարդակով ինչ-որ բան ավելի խորացված։ Դա բերել է նրան, որ մեր երիտասարդությունը համակողմանի էլի նույնց ասելով նկատի ունեմ ոչ թե բոլորին, որտեղ մեջն շատ աղանդավոր երիտասարդներ են հանդիպում, բայց մեծամասնությունը չի գնում համակողմանի համալսարանական գիտելիք ստանալու հետևից, արդյունքում շատ բաներ նեղ են ընկալում։ Շատ նեղ են ընկալում։ Դրա համար իրանց պետք է օրինակ եւ իրան ժամանակային, այսպես ասած, հորիզոնը դառնում ավելի կարճ։ Իրան պետք է ձեր քո ասած ռիլը կարճ ինչ-որ մի հատ ինֆորմացիա ստանա, մարսի գնա ու հաճախ ինքը այդ ինֆորմացիան համակողմանի չի վերլուծում։ Ես մի քիչ այդքան ճիշտ ասած համաձայն չէ, որ դա այդ առումով կապակցված են, այսինքն ես տեսնում եմ ու կարդալով ինչ-որ բաներ, ես տեսնում եմ, որ դրա սկզբնակբյուրը շատ ավելի շուտ է, քան թե համալսարան ընդունվել է մի կողմից։ Մյուս կողմից օրինակ երբ ես խոսում եմ բարձր սերունդի մասին, վերադառնալով քարոզչությանը հավատալուն, ես կարծում եմ, որ այդ քրիտիկական մտածողությունը, critical thinking ասածը, ինքը չկան տենց հետազոտություններ, բայց իմը չկա տպավորություն, որ ինքը շատ կորելացված է, շատ ուժեղ կորելացված է քո բազմակողմանի զարգացվածության հետ, որովհետև այն ինչ որ ես կասեմ հիմա դա քանակական ինչ որ տվյալներ չեն, դա իմ ավելի շատ հետազոտական տվյալներն, anecdotal data ինչպես ասում են, հասեն, բայց իմ մոտ տպավորություն կա, որ օրինակ այդ սատելիտների աուդիտորիան, երբ որ դու նայես ով այնց մոտ օրինակ մեկնաբանություններ գրում շատ, հա, որոշ սատելիտների, որոնք որ ակնհայտ ճշմարտություն լավ sense ասեմ, միայն սուտ չասում են, այնտեղ մարդիկ են, որոնք որ սովետական համակարգում կկոչվեն ինտելիգենտ, հասկանում ես, ինտելիգենտные люди, որոնք որ հակված են, բայց սա ես կարծում եմ, որ առանձին վերլուծություն է պահանջում եւս, որովհետեւ այստեղ կա սովետական միությունից մնացած սեփական հակառուսական սենտիմենտի էսթետիկան, հա, որը որ խառնվում է ռացիոնալության հետ այսօրվա, այսինքն ամուսնուս եմ ցիտում, այսօր ասում եմ ամուսինը, մարդիկ էսթետիկան ռացիոնալությունից, էսթետիկ նկատառումները ռացիոնալությունից չեն տարբերում, հա, ու այս ամբողջ բանը եկել է հասել է այդ քո ասած սովետական միությունում բազմակողմանի կրթված մարդկանց, բայց իրանք զոհն են դառնում այս քարոզչությանը, որովհետև confirmation bias։
Նայ, այստեղ երկրորդ խնդիրն է, որտեղ մինչև այս բա ես ինչ որ ասում եմ երիտասարդների մասին։ Հիմա արի վերցնենք։ Ես հակադրում եմ ուղղակի, Արի վերցնենք տարիքով սեգմենտը, տարեց մարդկանց սեգմենտը, որը ընդհակառակը խորհրդային կրթություն ունի, որոշակի կրթական խորություն ունի նաև, հա, եւ ինչ որ իմաստով եւս հակվածություն ունի որոշակի մանիպուլյատիվ թեզեր արագ ընկալել։ Ավելի շատ քան երիտասարդների մոտ ավելի ապաթիա է, մեծերի մոտ հենց իրանք դառնում են շատ sense adepт։ Հիմա փորձենք հասկանալ այդ հեշտ ընկալումը ինչ պատճառով է տեղի ունենում։ Մեկը իրականում իսկապես նորմալ է, որ նույն խորհրդային տարիներին եւ նույնիսկ մինչեւ հիմա մեր կրթական համակարգը քննադատական մտածողություն առանձնապես չէ զարգացնում։ Ինքը զարգացնում էր գիտելիք, բայց քննադատական մտածելակերպ եւ ինչ որ իմաստով քննադատական աչքով վերլուծություն, երբ որ դու փորձում ես փաստերը համադրես, երբ որ այն ինչ որ դու լսել ես, փորձում ես ասես մի րոպե, բայց արի միացրա հակառակ կողմը նայենք։ Ամեն ինչը կասկածի տակ դնելն է դա։ Ամեն ինչը կասկածի տակ դա է, critical thinking-ը հենց ամեն ինչը կասկածի ենթարկելն է եւ մեղմ ասած նաև մեթոդ կա, այսպես ասած, 5-ատ ինչուի մեթոդը կա։ Երբ որ քեզ ինչ-որ բան են ասում, դու պետք է 5-ատ ինչու ասես, իսկ ինչու ասած, սենց, պատասխան, իսկ ինչու է դա տենց, պատասխան ինչու է դա տենց, մինչև հասնես, էլի հոգեբանությունը ցույց է տալի, որ 5-ատ եթե ճիշտ ինչու ասես, դու կհասնես հարցի էությանը։ Խնդիրը նաև դրանում է, որ մարդիկ շատ հաճախ չեն փորձում հասնել հարցի էությանը, իր խորքային էությանը։ Նայում են հարցերին միակողմանիորեն։ Ես այն օր ինքնաթիռում մի հատ գիրք էի կարդում, ու ավելի շուտ հոդվածների ժողովածու էր, որոնց մեկում կոնկրետ ինչ-որ մի հատ թեզ է զարգացվում։ Հիմա հատուկ չեմ ուզում խոսամ ինչ թեզի մասին է, թեև այդ հանրային տիրույթում ամենատենց ինտենսիվ շրջանառվող թեմաներից մեկն է։ Թեզը զարգացվում է, ու թեզի շուրջ որոշակի տենց էմոցիոնալ ուղերձ է տրվում, որ եթե մենք այսպիսին ենք, ուրեմն սա պետք է անենք եւ այլն, սա մեր անկախության եւ ինքնիշխանության գրավականն է եւ այլն եւ այլն։ Ես այդ հեղինակին առիթ ունեցել այս մի քանի օր առաջ խոսել այդ նույն բանի մասին, հա, այդ գաղափարի մասին։ Ասում եմ, ինչ որ դու ասում ես, զուտ զգայական հարթության մեջ ճիշտ է, բայց արի մի հատ քո ասացի հակառակ կողմը նայենք եւ մասնապես ասենք 5 տարբեր տեսակ հակափաստարկ եմ բերում։ Ու ես հասկանում եմ, որ այդ հակափաստարկների մեծ մասը ինքը խորցեմ չի ուսումնասիրել ուղղակի։ Ինքը խորցեմ չի ուսումնասիրել այդ հակափաստարկները։ Երբ որ դու իրան ասում ես, ինքը պատասխանատալի, որով ըստ էության թռնում է այդ հակափաստարկի վրա։ Ասում եմ, բայց դու գիտես, որ մենք օրինակ այս հարցը ուսումնասիրել ենք եւ իրականությունը սա է։ Եվ դա փաստարկված իրականություն է, հոդվածներ կան, հրապարակումներ կան, գիտական աշխատանքներ կան։ Ինքը փորձում է այդ քո ասած confirmation bias-ի տեսանկյունից իր հիմնական թեզը, քան որ իր հիմնական թեզը սկսում է ինչ որ իմաստով մասնատվել դրա արդյունքում, ինքը սկսում է դիմադրել, ասում է, չէ, դա ճիշտ չի։ Ասում եմ, ինչը ճիշտ չի, հեսա փաստերը, ինչը ճիշտ չի, հեսա փաստերը։ Ու դու արդյունքում տեսնում ես այդ ամեն ինչի, այսպես ասած, անատոմիան հետևյալն է։ Կան տարբեր տեսակ դոկտրինալ պնդումներ մեր իրականության մեջ, դոկտրինալ պնդումներ, որոնց հիմքում կոնկրետ ասենք շահառուների խմբի շահն է։ Այո, այո։ Կոնկրետ շահառուների խմբի շահն է, ասենք օրինակ Թուրքիայի հետ առևտուրը սպասարկող շահառուների խմբի շահն է, իրենք շահ ունեն։ Իրանք դոկտրինալ պնդում են անում, ենթադրենք, որ Թուրքիան փոխվել է, այն ու ինչ որ քննարկել ենք նախկին։ Այսօրվա Թուրքիան նախկինի Թուրքիան չի եւ այլն։ Մեկա բան չեն կարող անենք, լուշ ընկերություն։ Կամ մեկա բան չեն կարող անենք, գնանք հետներ ընկերություն անենք եւ այլն։ Ու այդ թեզը սկսում է տարածվել, թեև իր հակաթեզերը առնվազն հավասար քննարկման, հա, վերլուծական մոտեցման, կասկածի ենթարկելու իրավունք ունեն։ Այ դու ասեցիր այդ նրա մասին, որ հիմքը կամ այդ թեզերը կառուցվում են ինչ-որ իրար վրա ու տրամաբանական խնդիր են հաճախ իրանց մեջ ունենում կամ հակառակ կողմը առնվազն չեն դիտարկում։ Սա իդեպ բավականին նախ տարածված է եւ տարածված է ավելի լիբերալ շրջանակներում, որովհետեւ լիբերալ շրջանակն ոչ միայն մեր մոտ ու առաջնային ոչ մեր մոտ, հա, այսպես ասենք նման բևեռացումը, երբ որ ի վերջո խոսակցությունը, պայմանական
խոսակցությունը դիալոգը հասնում է եւ բախվում է մի լիբերալ թեզի, որտեղ որ ասում է ամեն մեկը ունի իր ճիշտը։ Մինչդեռ չէ, բնականաբար կան թեմաներ, որոնք որ ունեն փաստեր, ու այդտեղ ուրիշ ճիշտ ուղղակի չի կարող լինել, կամ անտերը սպիտակ է, կամ անտերը սև է, վերջ, ուրիշ բան չի կարող լինել, բայց այդ ամեն մեկը ունի իր ճիշտը, այդ confirmation bias-ի նոր ինչ որ մակարդակն է, որը շատ ակտիվ օգտագործվում է։ Իսկ երբ որ վերադառնում ենք մեր իրականությունը, այդ կոստից որ կան շահառուների խմբեր, որոնք որ իրենց շահի համար որոշակի թեզեր են փորձում առաջ բրթել։ Ու այստեղ պետք է ասել, որ իրենք այդ չեն անում հաճախ ուղիղ։ Օրինակ Թուրքիայի հետ պետք է բարեկամանալ թեզը հիմնականում իմ կարծիքով բրթվում է Ռուսաստանից վատ բան այս աշխարհում գոյություն չունի թեզերով մոտավորապես։ Այսինքն այնքան է ուռճացվում, Ռուսաստանը սուրբ չի, հա, ոչ մենք ես էլ դու էլ բազմաթիվ հարցեր ունենք նրան ինչ էր տեղի ունեցել, ինչա տեղ ունենում Ռուսաստանում միգուցե վատ դաշնակից է եւ այլն, հիմա չեմ խորանում ես դրա մեջ, բայց ուռճացնելով, հասցնելով սկզբից, որ հայը ունի երկու թշնամի, դա թուրքն ու ռուսն են, այսինքն մի հարթության մեջ դնելով, հետո ուռճացնելով այդ ամեն ինչը, բերվում է նրան, որ Թուրքիայի թշնամական իմիջը, հա, այսպես ասած, նվազում է, ու հասել է նրան, որ այդ սատելիտները, որոնք որ այդ Թուրքիան փոխվել է ուղիղ չեն բրթում, հա, բայց պիտի դա անեն, արդեն հասել է նրան, որոնք բավականին ուղիղ գրում են հոդվածներ կամ տալիս են հարցազրույցներ, որոնք հնչում են իբրև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կապահովեն Ռուսաստանից մեր կտրվելը, հասկանում ես, այսենց ուղիղ, այսինքն ինչ որ բան, որ 5 տարի առաջ հնարավոր չի պատկերացնել, որ այս ժողովրդին կարելի կասեն, էլի։ Դրա ավելի մեղմ ձևերից մեկը հետևյալն է, որ անընդհատ ես ականատես եմ լինում։ Երբ որ քեզ փորձում են համոզել, որ Թուրքիան էլ Ռուսաստանն էլ մեր թշնամիներն են։ Նույն հարթության, սպիտակ թուրքը։ Հա, նույն հարցան վրա մեր ես իդեպ ասեմ, որ Ռուսաստանի հետ կապված ես ոչ մի պատրանք չունեմ, որ Ռուսաստանը բնական է կայսրություն է, եւ ոնց որ ցանկացած կայսրություն մեր տարածաշրջանում եւս ունի կայսրապետական քաղաքականություն, որին իհարկե իդեպ չի կարելի զոհ գնալ, հա։ Իհարկե, եւ սիրելի մեր ունկնդիրներին նաեւ խորհուրդ տանք մեր նախորդ թողարկումներից եւս նայել, որովհետեւ մենք բազմաթիվ անգամներ անդրադառնում ենք այդ դժվարություններին, որոնք որ մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք եւ ունեինք, եւ պատրանքների մասին այստեղ ընդհանրապես խոսք չկա։ Բայց դες ինչու՞ է խնդիրը։ Այն մարդը, որ ասում է թուրքն էլ, ռուսն էլ հավասար մեր թշնամին են, իրեն հարց է տալիս, ասում է, ով է մեր բարեկամը։ Կարանք հասկանանք, ով է մեր բարեկամը, այն տրամաբանության մեջ որ իրանք հավասար մեր թշնամին, ով է մեր բարեկամը։ Ասում է քաղաքակիրթ աշխարհը։ Ասում ես, ով է քաղաքակիրթ աշխարհը։ Ասենք, մտածում են ամենադասական պատասխաններից մեկը ով է դա։ Դե ոնց Եվրոպան։ Ֆրանսիա։ Հա, Ֆրանսիան, դե մենք ֆրանկոֆիլ ժողովուրդ ենք, հա, ֆրանկոֆոն, հա։ Ասում եմ, եկեք մի հատ փաստերով էլի խոսանք։ Եթե ասենք, եթե դուք պնդում եք անում, որ Ռուսաստանը մեր թշնամին է, Ֆրանսիան մեր բարեկամն է, եկեք հասկանանք այդ պնդումից ինչ է հետևում, էլի։ Նախ մի հատ պետք է հարց տալ, ինչա մեկը թշնամի, մյուսը բարեկամ։ Այդ հարցը այդքան ակնհայտ պատասխան չունի։ Որովհետև եթե նայում ենք, այն էլ է կայսրություն, այն էլ է կայսրություն, դե Ֆրանսիան էլ է կայսրություն, ուղղակի մինի կայսրություն է, պատմության մեջ Ֆրանսիան, հա, պատմության մեջ Ֆրանսիան կայսրություն ա եղել, Նապոլեոն առաջինն էլ էր կայսր, Նապոլեոն երրորդն էլ էր կայսր, մեծ քանակությամբ տարածքներ էին գրավել Աֆրիկայում, Հնդկաչինում, Հյուսիսային Ամերիկայում եւ այլն, այսինքն Ֆրանսիան կայսրություն ա եղել։ Եկեք առանց բաների, Ալժիրն էլ էր իրանցը, Մարոկոն էլ էր իրանցը, առանց վարդագույն ակնոցների։ Նոր Կալիդոնիան էլ է միջև հիմա իրանցը ոնց որ ադրբեջանցիները ինչ որ բաներ են փորձում ոնց որ ադրբեջանցիները հայտնաբերեցին։ Մինչև հիմա կայսրություն ա եղել։ Երկրորդը, որպես այդպեսին, հա, մշակույթի տեսանկյունից Ֆրանսիան ունի արտակարգ մշակույթ, բայց իդեպ ռուսներն էլ ունեն առայժմ մշակույթ։ Ասենք, եթե Ֆրանսիան ունի Բերլիոզ, ռուսներ ունեն Չայկովսկի, եթե Ֆրանսիան ունի Հյուգո կամ Բալզակ, ռուսներ ունեն Տոլստոյ կամ Դոստոևսկի, այսինքն այդտեղ էլ այդ հարթության մեջ շատ դժվար է ասել ով է լավ, ով է վատ, հա։ Ֆրանսիան ունի, ասենք, ավելի լավ կոնյակ ու ավելի լավ օծանելիք, հա, ունի, բայց դա քաղաքական կատեգորիա չի մեջ հաշվով։ Հիմա կարելի ասել Ֆրանսիան ավելի ժողովրդավար է, ճիշտ է, Ֆրանսիան ավելի ժողովրդավար է, քան Ռուսաստանը, այդտեղ շատ դժվար է վիճել, դա ակնհայտ է։ Բայց մյուս հարցը տանք։ Այս տարածաշրջանում ախր խոսքը չի գնում մենակ նրա մասին, ով է ավելի, մեղմ ասած, ավելի ազնվազարմ, ով է ավելի հետամնաց։ Խոսքը նաև գնում է նրա մասին, ով է կարողանում ուժ պրոյեկտի, ով չէ։ Ռուսաստանը կարողանում է ուժ պրոյեկտի, Ֆրանսիան շատ ավելի քիչ, եթե ընդհանրապես ասենք կարողանում է ուժ պրոյեկտի, հա։ Ֆրանսիայի հետ կապված մենք ունենք այն իրողությունը, որ Ֆրանսիան լավագույն դեպքում կարող է այստեղ ասենք ինչ-որ քանակությամբ շատ սահմանափակ սպառազինություն մեզ մատակարարի, հա, բայց ուժ չի կարողանում պրոյեկտի։ Հիմա հարց է գնում, եթե Ֆրանսիան մեր բարեկամն է, եւ դիցուք է ճիշտ է, որ Ֆրանսիան մեր բարեկամն է, չնայած նույնպես եմ ասում, ցանկացած կայսրության պետք է նայել համապատասխան ֆիլտրով, որ ինքը իր շահերից է գործում եւ դա բնական է։ Եթե Ֆրանսիան մեր բարեկամն է,
բայց ինքը թույլ բարեկամ է, չի կարողանում քեզ օգնել այն չափով, ինչ չափով որ պետք է։ Հարց, գուցե պետք է ուրիշ տեղեր բարեկամներ ման գալ։ Գուցե պետք չի ուրիշներին թշնամացնել հատուկ։ Պետք չի թշնամացնել։ Այսինքն ոչ թե ասում ենք Ֆրանսիան բարեկամ չի, բարեկամ է։ Չէ, ես ուրիշ բան ասում, ոչ ոք բարեկամ չի, պետքա քո շահերից իհարկե, մեծ հաշվով, այո, մեծ հաշվով է դա, մեծ հաշվով է դա, բայց նույնիսկ այն մարդկանց, որոնք աշխարհը սև սպիտակ են պատկերացնում, ու համարում են, որ մեկը բարեկամ է, մյուսը թշնամի է, դու իրան պետքա ամենապարզ հարցը տաս, եթե բարեկամը նույնիսկ բարեկամ է, բայց թույլ բարեկամ է, կարող է պետք է մտածես ուրիշ բարեկամներ էլ։ Իդեպ դու ստեղ շատ լավ վերադառնալով քարոզչությանը, ստեղ շատ հետաքրքիր էլի բան բարձրացրեցիր, որին ես կուզեի գնալ, այս բևեռացման մեջ, մեր այդ թվում քարոզչության բևեռացման մեջ կա սենց մի հատ թե, որը իդեալիզմ է, այսպես ասած, քարոզում, հա, այ մոտավորապես այդ բանով, Ամերիկայում էլ այդ Ամերիկայի օրինակի վրա եթե զուգահեռները տանենք, էլի կա դա երկե դեմոկրատների թևն է, որը փորձում է այդ իդեալիզմը բանանել, դրան ասում են սպիտակ վերարկուով, հա, իրանք միշտ ամենասպիտակ վերարկուով են, միշտ ամենաիդեալիստական ինչ-որ բաներ ունեն, եւ այդ քարոզչության մի մասը լինում է նրա մասին, որ այ կան լավ երկրներ, հա, ու կան վատ երկրներ, կան լավ երկրներ, որոնց մեզ պետք է ձգտել, հավասարվել, չգիտեմ, իրանց հետ ընկերություն անել, ու կան վատ երկրներ, ու անկախ նրանից մենք այդ վատ երկրներից, հա, պայմանական ինչ-որ շահ կարող ենք ստանալ, թե չենք կարող ստանալ, այդ վատ երկրները քխեն, իրանց չի կարելի կպնել, ընդհանրապես թե չէ ինչ կասեն են լավերը եւ չեն ընդունի մեզ իրանց տենց փոքրիկ տենց բանի մեջ, հա, շրջանի մեջ։ Ստեղ ես ինչ եմ ուզում ասեմ, ամենահետաքրքիրը այն է, որ այս իդեալիստական պրոպագանդան արվում է ամենակեղտոտ մեթոդներով։ Արվում է ամենակեղտոտ մեթոդներով բոլոր հնարավոր երկրներում ու մեր մոտ էլ եւս ու դրա համար իմիջիայլոց ես կուզեմ որ մենք մի քիչ մեթոդիկայից խոսենք, որովհետեւ ես կարծում եմ որ թյուր պատկերացումներ կան, ընդ որում նույնիսկ մեր ընդդիմության մոտ բարբերաբար թյուր պատկերացումներ կան, մենք ընդհանրապես ինչի հետ գործ ունենք, որովհետեւ մենք գործ չունենք ապիկարների հետ, մենք գործ չունենք անկարողների հետ, մենք գործ չունենք, չգիտեմ, ինչ որ բան չկարացողների հետ, մենք գործ ունենք մեքենայի հետ։ Միտքդ կտրեմ, հետո կվերադառնամ։ Սպիտակ վերարկուների։ Չէ, այս վերջերս հարցում են կատարել մեր էջում, հարցնելով բնութագրեք Փաշինյանին, ինքը թշնամի է, դավաճան, ապիկար թե թուլամորթ։ Հետո ինչ պարզվեց ապիկարը։ 87%-ը համարում է, որ ինքը կամ դավաճան է կամ թշնամի։ Շատ լավ է։ Մնացած 13%-ն է, որ համարում է, որ ինքը ապիկար է կամ թուլամորթ։ Այսինքն 87%-ը ճնշող մեծամասնություն։ Ֆիլտրված մարզանքվածի, որովհետև այդ էլի ընդունեք, որ 2000 մասնակից։ Դե բայց անմեն դեպքում դա ձեր դիմադիր հայակվեի հիմա։ Բայց 87%-ը համարում է, որ ինքը դավաճան է կամ թշնամի, ոչ թե ապիկար կամ թուլամորթ։ Իդեպ, հատուկ ուզում եմ քեզ ասեմ, ես որպես մարդ, որը ամենօրյա ռեժիմով պայքարում է Փաշինյանի քարոզչության դեմ, երբևիցե իրան ոչ ապիկար եմ համարել, ոչ էլ թուլամորթ եմ համարել։ Երբևիցե ես կարծում եմ, որ ընդհակառակը մեր դեմ գործում է կազմակերպված մեքենա, այդ մեքենայի հեղինակը իդեպ Փաշինյանը չի, այլ այն մարդիկ են, որոնք այդ կարգի մեքենաներ կառուցել են ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում, Փաշինյանը այդ մեքենայի ղեկին նստած վարորդն է։ Հա, նշանակել են իրան, նշանակել են վարորդ։ Դրել են այդ ղեկին ու ինքը քշում է այդ մեքենան։ Չէ, դուք ասել որ գնաց կա որը։ Բայց մեքենայի հեղինակները, այդ մեքենայի մեջ պարբերաբար վարալիք լցնողները, հա, անիվները, փոխողները, բաները այդ Փաշինյանը։ Իսկ հիմա պարզվել է, որ իրանց երկրում էլ են այդ մեքենան քշում ու իրանց ժողովուրդը մի քիչ ջղայնացել է, այլ բենզին չեն տալիս։ Ոչ մեկի համար։ Մեքենան մի երկրում չի։ Մի երկրում չի քշվում, բայց մեքենայի հեղինակները տրանսնացիոնալ կորպորացիա։ Համաձայն եմ, հա, բայց ընդհանուր այդտեղ կար կային տեղեր, որտեղ որ լավ, իսկ երբ որ վերադառնում ենք այդ, ես շատ ուրախ եմ, որ վերջապես գոնե ընդդիմադիր շրջանակներում ինչ որ տես տվյալներ մենք ունենք, որ գոնե այստեղ մենք այսպես ասած բրենդը կարողացել ենք փոխել եւ իրան այլևս ապիկար չենք ասում, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ապիկար, մենք տեսնում ենք, որ ախր այստեղ կա, ես համարում եմ, որ մենք ապրում ենք օկուպացիոն վարչակարգի ներքո եւ եթե մենք ապրում ենք օկուպացիոն վարչակարգի ներքո, մեր մոտ պետք է լինի դիմադրություն, հա, ռեզիստանս, այդ վիճակը։ Այդ տրամաբանությամբ էլ ապրում ենք։ Հիմա այստեղ վերադառնալով քարոզչությանը եւ հատկապես քարոզչության նորագույն դրսեւորումներին, որոնք էլի եմ ասում, իրանք շատ լավ մոդեռնիզացնում ու օգտագործում են, պետքա երկու բան ասել այստեղ։ Առաջինը, որ մեր ընդդիմադիր թևը սովորաբար, ինչպես ես հիմա շատ անալոգիաներ եմ իդեպ բերելու ավելի sense պատերազմական բանից, քեզ դուր կգա մեկ-մեկ էլ ինձ կուղես։ Մեր ընդդիմադիրները այ ոնց են ասում, չէ, գեներալները նախորդ պատերազմն են պատերազմում, այ մեր մոտ քարոզչության հետ մոտավորապես նույն վիճակն է։ Այսինքն մեր մոտ ընդդիմության շրջանում նոր ինչ որ բաներ են առաջացել, հա, որ պետքա, չգիտեմ, S ունենալ, հա, որպես գործիքակազմ, չեմ ուզում խորանամ կամ N ունենալ որպես գործիքակազմ, մինչդեռ այն մարդիկ արդեն մոդեռնիզացվել են ու մի քայլ էլ առաջ են գնացել։
մնացել, հա, եւ այլ բաներ են անում։ Առաջինը դա, երկրորդը, երբ որ ես փորձում եմ մարդկանց բացատրել մենք ինչի հետ գործ ունենք իրականում թվային տիրույթում հատկապես, որ մեծ մասը թվային տիրույթն է, պետքա դա ընդունել, որ մեծ մասամբ սա թվային տիրույթն է, որովհետեւ Հայաստանը ունի շատ բարձր ներթափանցելիություն ինտերնետի, Facebook-ը 18 տարեկանից բարձր գրեթե ամեն անձ ունի, բոլորը, հիմա Instagram-ն է արդեն 1.200.000 յուզերների թիվը անցած տարվա կտրվածքով անցել, օգտատերերի կներեք թիվը անցել, իսկ TikTok-ի մասին մենք ոչ մի բան չգիտենք, բայց ենթադրում ենք, որ էլի շատ բարձր թիվ է ու այդտեղ մի հատ խայտարակություն է։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Մենք ունենք առաջնագիծ, որը որ իրանք ունեն, հա, իրանք ունեն տարբեր տեսակի զորքեր այստեղ, ես փորձում եմ այս անալոգիան միշտ բերել։ Իրանք ունեն զորքերի տեսակ, որը խոսող գլուխներն են, իրանք բլոգերներն են։ Իրանք ունեն զորքերի տեսակ, որոնք որ սատելիտներն են, էլի մարդա իրա ինչ որ տես ջերաֆել։ Ֆեյքեր 10,000-ներով։ Ոնց է կլինի պիխոտան, հետևակ, հա, այդ հետևակն է, հա, այդտեղ կան ինչ որ ավիացիայի զորքեր, որոնք որ իրանք, չգիտեմ, մեդիա նյուզն է, օրինակ Տարոն Չախոյանի, որը որ սենց հարյուրավոր կլաններ կան, օրինակ երբեմն, քանի որ այդ հետազոտական աշխատանքը կատարվում է, գտնում ենք մենք, չգիտեմ, օրինակ մի հատ այտենց պայմանական մեդիա նյուզ sense մի հատ կայք, որը ունի 7, 8, 9 հատ կլոն կայք, ամեն մեկը ունի մի 20 հատ Facebook-յան մեջ, մեկը կոչվում է մեր հայեր, մյուսը կոչվում է հայ աչքեր, երրորդը կոչվում է իսմ հայ շինարար շատ հայտնի, ես մտա չկար, կարծեմ էլ չկա, Սփյուռքը, Նիկոլը, չգիտեմ, եւ այլն, իրանք բոլորը դնում են կոնտենտ են գեներացնում։ Այդ դրանք կան ու իհարկե ֆեյքերը, որոնք գալիս են այդ ամեն ինչի տակ գրում են ապրեք, ճիշտ եք ասում։ Ու այս ամեն ինչը շատ շարված է, այս ամեն ինչը շատ համակարգված է, շատ սիստեմատիկ կարված։ Ինչ ունենք մենք, հա, այս մի թևից։ Իհարկե կան ուժեր, որոնք որ աշխատում են, այդ առումով չկարելի նույն հայակվեի ներդրումը չի, ես որպես մասնագետորեն չգնահատեմ, բայց ընդհանուր առմամբ մենք պարտիզանական ինչ որ բանի մեջ ենք։ Իրանք ունեն առաջինից մենք պարտիզանական ստեղից ընդեղից ինչ որ փորձում ենք ինչ որ բաներ անել։ Այ երկու բան ասեմ դեր հետ կապված։ Ակնհայտ է, որ նրանց դեպքում հսկայական մեքենա է աշխատում, որում այդ մեքենան ոչ մի օր չի կանգնում, ոչ միայն անդադ քշում են, նաև այդ մեքենաների վրա անդադ upgrade-ներ են արվում, էլի։ Նորագույն։ Հա, հայլիներն են փոխում, ենթադրենք, հա, ասենք, որ այն թազա մագնիտոֆոն։ Չսուզում պատերազմական բանի մեջ մնաս մեքենայի մոտ ես գնում։ Անընդհատ այդ մեքենայի վրա upgrade-ը արվում, դու տեսնում ես, ոնց է անդադ նոր ինչ-որ բաներ առաջանում, այն ինչ-որ դու չէի սպասում, եկել տեղի ունենամ։ Անդիմադիր թևից, այո, հիմնականում ավելի պարտիզանական գործողություններ են ընթացքում տեղի ունեցել, որովհետև իրենք նույնիսկ մասշտաբը չէին հասկանում այդ ամեն ինչի։ Ես հիշում եմ անցյալ տարի տեղի ունեցած խոսակցություն անդիմադիր շարժման առաջնորդի հետ, հա, որ ասում էի դու պետք է հասկանաս, որ իրանց այս մեքենան հիմա փորձում է քո կերպարը ոչինչ ասել, ինքը զարմացավ, նույնիսկ չհասկացավ ես ինչի մասին եմ խոսում։ Ասացի դու կտեսնես ինչա, չասես ինչ ես խոսում։ Բայց դա եղավ։ Ամբողջ ինֆորմացիոն տարածությունը մենք ենք լցրել, մեր ուղերձներն են հիմա, բան, ասի տենց մի ամիս առաջ էր։ Այո, երբ որ ասենք մայիսի 9-ին, այդ շրջանակում, հա, քայլարշավի ժամանակ հենց այդպես էր, բայց այս մեքենան մի քանի օր, այսպես ասած, բանի մեջ գտնվելով, շոկի մեջ գտնվելով, հետո արագ վերակառուցվեց եւ սկսեց իր հակազդեցությունը, ընդ որում հակազդեցությունը էլի շատ լայն ինֆորմացիոն ֆրոնտով, որ դու հաճախ նույնիսկ չես տեսնում որտեղից է գալիս եւ կարողացավ հաջողության հասնել։ Ես դրա հետ կապված մի քանի թեզ ասեմ, իմ պատկերացմամբ։ Առաջինը, այս ձև ինֆորմացիոն մեքենայի դեմ կարաս աշխատես միայն համանման ինֆորմացիոն մեքենայով, ոչ թե պարտիզանական, այլ համակարգված կազմակերպված ինֆորմացիոն մեքենա։ Առնվազն քո պարտիզանական թևն էլ պետք է գոնե կազմակերպված աշխատի, ասես ասեմ, այլ փոքր բայց կազմակերպված։ Այն ռեսուրսները, որը դրված է այս ինֆորմացիոն մեքենայի մեջ, հսկայական են։ Ոչ մի անդիմադիր թև այդ կարգի ռեսուրսներ չունի, նույնիսկ մոտիկ։ Կարելի է ես քեզ տեղ ընդհատեմ էլի բանով։ Ես պնդում եմ եւ համոզված եմ, որ խնդիրը գումարը չի։ Չէ, գումարը չեմ ասում, ընդհանուր ռեսուրսներ։ Մասնագիտական հիմնականում եւ մարդկային, հա, լավ, հետո ես Չէ, վերջ գնանք։ Ուրեմն, այսինքն այդ կարգի ինֆորմացիոն ռեսուրսներ ոչ մի առանձին վերստաց անդիմադիր խումբ չունի, որը նշանակում է, որ պետք է որոշակերով նաև ցանցակենտրոն իրականացնել այդ պայքարը, ու այդ պայքարը պետք է իրականացվի շատ կոնկրետ խնդիրների շուրջ, Առաջին հերթին դա այն կողմնորոշումն է, որին տանում է գործող իշխանությունը։ Այո, նա ես եւս համարում եմ օկուպացիոն վարչակարգը, թուրք-ադրբեջանական տանդեմի դրած օկուպացիոն վարչակարգն է մեր երկրում եւ փորձում է մեր երկիրը ինտեգրել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա է նրա խնդիրը։ Ընդ որում արանքում անսահմանափակ քանակությամբ զիջումներ անելով այդ նույն Ադրբեջանին, հա, եւ Թուրքիային։ Այսինքն, եթե դու իրանց դեմ պայքարում ես, դու պետք է պայքարի հարթությունը եւ պայքարի թիրախը, պայքարի վեկտորը պետք է լինի հենց դրա դեմ, ոչ թե երկրորդական տարբեր մանր-մունր խնդիրների։ Այո, դա պետք է լինի։
Բայց երրորդը, որի մասին դու ես ուզում ասել, եւ ես սկսեմ, բայց դու կարող ես շարունակել։ Այո, այս ամեն ինչը չի կարող լինել զուտ պարտիզանական պայքար, այսպես ասած, պապութվի հրացաններով։ Այստեղ օգտագործվում են ամենագեր ժամանակակից դրոնները, ամենագեր ժամանակակից, այսպես ասած, էլեկտրոնային ճնշման մեթոդները, հանրային գիտակցության վրա ազդելու մեթոդները եւ սրա հետևը գիտությունա դրված։ Գիտությունա դրած, տեխնոլոգիա դրած եւ այլն։ Եթե դու այդ գիտությանը եւ տեխնոլոգիային չտիրապետես, դու նման կլինես այն հնդկացիներին, որոնք նետ աղեղով պայքարում էին, ասենք, իսպանացիների կամ անգլիացիների դեմ, որոնք հեծելազորով էին ու հրազենով էին։ Եվ դու այդ պայքարում շանս չունես հաղթելու։ Եթե դու ուզում ես այդ պայքարում գոնե չպարտվես, դու պետք է այդ տեխնոլոգիաները յուրացնես։ Հիմա տեխնոլոգիայի մասնագետը դու ես։ Տեխնոլոգիաները յուրացնելու ամենասկիզբը դա ընդունելն է, որ գոյություն ունեն մարդիկ եւ տեխնոլոգիաներ, որոնք ունեն մասնագիտական կարողություններ։ Խնդիրը իմ համար շատ սուբյեկտիվ եմ հիմա այդ խնդիրը բնութագրում, բայց ես ունեմ տպավորություն, որ քաղաքական գործիչները, երբ որ իրանք միշտ եղել են քաղաքական գործիչներ, էլի բոլորի մասին չի խոսքը, հա, միշտ չի, որ կարողանում են ճիշտ գնահատել այդ մասնագիտական կարողության անհրաժեշտությունը, հա, այսինքն հատկապես երբ որ խոսքը գալիս է կոմունիկացիաներին, մարդկանց թվում է, որ ինչ կա, մի հատ հեսա կսովորացնեն, չգիտեմ, երկու հատ Facebook, երեք հատ Instagram, ինչ որ բաներ կանենք։ Իրականությունը տենց չի, իրականությունը այն է, որ փողը չի խնդիրը, ես միշտ ասում եմ, փողը ամենահեշտ գտնվող ռեսուրսն է, որովհետև դու հասկանում ես ոնց կարելի է իրան գտնել։ Խնդիրը հենց այդ մարդիկ են մասնագիտական կարողությունների ու այստեղ պետք է իրանց իհարկե ներգրավել ու շուտ պետք ներգրավել, բայց գոնե հիմա։ Ու երկրորդ հարցը դա գիտակցումն է։ Օրինակ 21 թվականի ընտրություններից հետո ես հիշում եմ, որ բավական երկար post գրեցի հենց կոմունիկացիոն տեսանկյունից վերլուծելով ընդդիմադիր հիմնական ուժի քարոզչությունը, որը որ տարվել է նախընտրական, ու իմ մոտ կար հստակ համոզմունք եւ այսօր էլ կա, որ ի տարբերություն գործող ռեժիմի, որը իր թիրախային լսարանը շատ լավ հասկանում է, այստեղ թիրախային լսարանի կապը չկար, որովհետև դու ունեիր թիրախային լսարան, որը ահաբեկված էր 20 թվականի շոկի մեջ էր ուղղակի 20 թվականի պատերազմի եւ դրա արդյունքներից հետո, որը մինչեւ հիմա մարդկանց իր հարազատներին էր գտնում, որ թաղի, հա, ասենք այս վիճակներ, եւ որը ժամանակին դրանից ընդամենը 2 տարի առաջ մեծ ամասնությամբ մերժել է նախորդ ռեժիմները, հա, դա էլ պետք է բանանել, հիմա ճիշտ են կար սխալ էր այլ մի խոսքով էլ ամեն մեկը, բայց մերժել է ու 21 թվականի նախընտրական պայքարը լոզունգները արվում է նրանով, որ մենք տնտեսական գուրուներ ենք, որ մենք չգիտեմ սպորտսմեններ ենք, որ մենք սենց ինտելիգենտ ենք, որ մենք էսենք ենք, բայց սպիտակ վերաշապիկները, որոնք որ սենց ինչ որ սենց բարձրացվել, լրիվ GQ-ի, ասենք GQ ամսագրի ինչ որ տենց բանով ու բնական է, որ այդ որևիցե էմպաթիկ արձագանք չունեցավ մարդկանց մոտ։ Դրան ի հակառակ, ինչ արեց ռեժիմը, վերցեց մուրճը, վրան խփեց Հայաստանի Հանրապետության դրոշը, գնաց գյուղերով ու ասաց բոլորին շարունակեմ, հա, այդ էլ դուրս բաներ էր ասում, որ ու երբ որ մենք նայում էինք, դա լիքը մարդ ասում էր, լավ, այս ինչ մակարդակ է, այս մարդը լրիվ գժվել է, այս ինչ էր խոսում, չէ, ինքը իր զանգվածին, ընտրազանգվածին շատ լավ գիտեր։ Հիմա այստեղ երբ որ ես նոր սկսում էի մարքեթինգային ճանապարհ, այստեղ շատ այն ինչ որ մեզ սովորացնում էին, մեր որտեղ որ ես սովորում էի, հա, ինքը հնչում էր հետևել դեռ know your audience, իմացիր քո լսարանը, սա հիմքը ամեն ինչի։ Հիմա իմ մոտ տպավորություն կա, որ առ այսօր այսքան ժամանակ ընդդիմության այս պայքարի մեջ եղած շատ քաղաքական գործիչներ չեն զգում ու նույնիսկ էմպաթիկ ինչ որ մակարդակի վրա չեն զգում ում հետ իրանք իրականում գործ ունեն ու դրա համար չեն կարողանում, թե չէ դու որ նպատակները ու մեսիջները հասկանաս, ալիքները իր տարածման իրականում իհարկե դա մասնագիտական բան է, բայց դա ավելի հեշտ է, դա կարելի է անել, բայց այդ նարատիվները, այդ շատ բարդ բան է ու չեմ տեսնում ես մեծ միտում։ Աստեղ գիտես, նաև ինձ թվում է ինչ խնդիր գոյություն ունի։ Մեր քաղաքական դաշտում գործող անձանց մեծ մասը իրականում քաղաքական գործիչներ չեն ընդհանրապես։ Դե ոնց։ Քաղաքական գործիչներ չեն։ Իրանք մարդիկ են, որոնք քաղաքական դաշտում հայտնվել են, որտեղ այդպիսի հավակնություն ունեն։ Օրինակ Փաշինյանը քաղաքական գործիչ է։ Քաղաքական political animal դրան ասում է, քաղաքական կենթանի, այո։ Քաղաքական կենթանի է, ինչ իմաստով, որովհետև ինքը մարդկանց հետ շփվելուց, ես չգիտեմ եք հաճույք ստանում ա թե չէ, բայց իր համար դա բնական է։ Ինքը գնում է, ընդ որում ինքը շփվում է այն մարդկանց հետ, որոնց հետ ինքը որոշակի ասենք, տարբեր ձևերի հոգի հարազատություն ունի, ասենք ինքն էլ գյուղից տղա, նրանք էլ են գյուղից։ Ինքն էլ է, ենթադրենք, տեսքից խեղճուկրակ, նրանք էլ են տեսքից խեղճուկրակ եւ այլն։ Այսինքն ասած հասկաս ինքը փորձում է այն մարդկանց հետ շփվել, որոնք իրան իդենտիֆիկացնում են իր հետ։ Եվ այդ մարդկանց հետ շփումից ինքը էներգիա է ստանում, դա իմ համար ակնհայտ է, ինքը ոչ միայն էներգիա է ստանում, ինքը նաև գիտելիք է ստանում, ինքը մարդուց լսածը, առանձին վեսած մարդուց լսածը կարողանում է իր վերամշակի
ու վերադարձնի ամբողջ լսարանին։ Եթե դու ուզում ես ամբողջ լսարանի հետ խոսաս արդյունավետ, դու պետք է լսես քո լսարանին։ Դու պետք է իր ասածը լսես, իրան վերադարձնես։ Զգաս։ Հա, չբնական Զգաս զգաս, իրան, հա։ լսես, զգաս ու վերադարձնես։ Հոգեբանության մեջ ամենակարևոր բաներից մեկը մարդկանց շփման մեջ դա այն է, երբ որ դու մարդու ասածը հաստատում ես։ Եթե դու ուզում ես մարդու հետ հարաբերությունները բարելավես, դու պետք է իր ասածը հաստատես պարբերաբար, ընդ որ մի քիչ քողարկված ձևով։ Ոչ թե միշտ ասես դու ճիշտ ես, բայց օրինակ ինչ-որ բանը լսում ես, իրան վերադարձնում ես նենց, որ ինքը լսեց, այդ հասկացավ, ոնց որ հասկացավ, որ դու իր հետ համաձայն ես։ Այդ համաձայնությունը, փոխհամաձայնությունը բերում է վստահության։ Եվ Փաշինյանը դա շատ գրագետ է կարողանում անել։ Ինչի՞ եմ ես ասում, որ մեր քաղաքական դաշտում գործող անձանց զգալի մասը ընդհանրապես քաղաքական գործիչ չեն, չեմ ասում բոլորի մասին։ Կան մարդիկ, որոնք բավական լավ այդ ձիրքը այս ընթացքում կատարելագործել են կամ էլ ունեն բնատուր եւ զարգացրել են, հա, բայց իրանք մարդկանցից շատերը ընդհանրապես լսարանի հետ կապ չունեցող են։ Հա, Լսարանի հետ կապ չունեցող են։ Եթե դու լսարանիդ հետ կապ չունես, դու չես կարող դառնաս քաղաքական գործիչ։ Դու կարաս դառնաս ուրիշ բան, դու կարաս լինես արդյունավետ մենեջեր, կառավարիչ, դու կարաս լինես գործարար, հա, դու կարաս լինես քաղաքագետ, հա, դու կարաս լինես վերլուծաբան եւ այլն։ Քաղաքական գործի հիմնական առանձնահատկությունն անում է, եւ ես ինքս էլ եմ դա սովորում։ Անկեղծ ասում, որ դու պետք է կարողանաս քո լսարանի հետ լինես անընդհատ կոնտակտի մեջ։ Դա է որ քաղաքական գործին տարբերում է մնացած տարբեր տեսակի մասնագիտություններից։ Ուստեղ խնդիր կա իդեպ հիմա որ ինքը սենց գնում է գյուղից գյուղ, հա, մենք չէ բան ենք անում կոլխոզենֆյուրեր ենք իրան ասում դենց Բելորուսի դենց օրինակով, ես կարծում եմ որ ինքը հենց է դա անում, այսինքն ինքը հավաքում է, ինքը անում է այնպես, որ ինքը առաջին հերթին չկորցնի կապը այն լսարանի հետ, որը որ ինքը ունի parza, որ sense կետային լուծումները իրան հետո էլեկտորալ տեսանկյունից շատ բան չեն տալու, բայց ինքը հավաքում է այնտեղից, որպեսզի կարողանա պրոյեկտել արդեն ավելի բարձր մակարդակներով, որովհետև խնդիրը ինչու՞մն է այդ բանի սեյլզի եւ մարքեթինգի հիմնական տարբերությունն է այստեղ գալիս, որ դու անհատի հետ շփվելը պիտի ու անհատից ստացած քո տպավորությունները, այդ էմպաթիկ կապը, հա, որ դու կառուցեցիր կամ պետք է ընդհանրացնես եւ ճիշտ ուղիներով, ճիշտ ալիքներով, ճիշտ հարթակներով պետք է կարողանաս արդեն տարածել ինչ որ մարդկանց վրա, հա, խմբերի այդ թիրախային լսարանների վրա։ Ես կարծում եմ, որ իրանց թիմում հատկապես ինքը այդ զգացողությունը շատ լավ ունի ու ինքը շարունակում է այդ պահել։ Մեր մնացած քաղաքական գործիչ, էլի չեմ ասում բոլորը, հա, բայց երբ որ նայում ես, այդ կապը մարդկանց հետ, մարդկանց ցավերի եւ մարդկանց ակնկալիքների այդ նույն էլի տերմին դե ասեմ թողներեն մեզ մեր ունկնդիրները, բայց pains and gains ասածը, երբ որ ցավերն ու ակնկալիքներ, հա, ասենց այսպես ասեմ, ձեռքբերումները, այդ զգացողությունը, որի վրա դու պիտի մարդկանց տաս ինչ որ բան, ասես ինչ որ բան եւ նարատիվներ ունենաս, հա, որովհետեւ իրականում ինչքան կարելի է Նիկոլը, սենց Նիկոլն էս Նիկո, դա հնարավոր չի դա արդեն։ Սա է պիտի դառնա քո նպատակադրման հիմքը քո եթե ուզեք քարոզչության մեջ ինչի՞ չէ, հա, եթե այդ քարոզչությունը ի նպաստ հայրենիքի է, որովհետեւ այդ առումով դա վատ բան չի, ամեն երկիր էլ պիտի ունենա։ Իդեպ դրա մասին էլ խոսենք, որովհետեւ եթե ինչ-որ մեկը ակնկալում է, որ ինքը գնալու է ընտրություններ եւ հանրային աջակցություն է ստանալու, ինքը պետք է հիշի, որ այդ հանրային աջակցությունը ինքը ստանալու է միայն այն դեպքում, եթե հանրության այդ մասը իր հետ կապված ակնկալիք ունի։ Այդ ակնկալիքը չի կարա լինի զուտ միայն նեգատիվի դաշտում։ Օրինակ դու չես կարա գաս, ասես Նիկոլը վատնա, էս այն, նույնիսկ ամենա ճիշտ քննադատություն ասես եւ ենթադրես, որ դա հիմք է, որ քեզ մարդիկ կարաս, բայց այնքան ինչքան 21 թվին ընտրեցին այդքանը։ Լավագույն դեպքում, այդքան էլ չեն ընտրի հիմա, բայց լավագույն դեպքում։ Այսինքն ֆունդամենտալ հարցը, որը առաջանալու է ցանկացած մարդու գլխում, հետեւյալն է, եթե ես ընտրությունս անում եմ այս կերպ, քվեստ տալիս եմ այս անձին կամ քաղաքական ուժին, ինչն է իմ կյանքում դրանից լավանալու, ավելի անվտանգ է երկիրը դառնալու, ավելի բարեկեցիկ է դառնալու, անձամբ իմ ընտանիքը ավելի լավ է ապրելու, երեխես ենթադրենք գնալու է բանակ անվտանգ ծառայի, նորմալ հետ վերադառնա եւ այլն, այս այդ հարցերն է մարդու գլխին եւ դու այդ հարցերին պետք է կարողանաս adekvat պատասխան տաս։ Եթե դու այդ հարցերին adekvat պատասխան չես տալիս, այլ ասում ես, գիտես ինչ, եկեք բանակցողին փորձենք ավելի լավ կլինի, փոխենք ավելի լավ կլինի։ Մարդը չի հավատում, դա փաստարկ չի մարդում, պետք է ասես ինչով է լավ լինելու։ Դու կարողանաս այդ բացատրես։ Չես կարողանում բացատրել, քո խոսքը արժանավատ չէ։ Ընդ որում ես նաև ուզում եմ ստեղ ասել, որ հաճախ հատկապես ամեն շարժումից հետո, ամեն մեծ շարժումից հետո հնչում են այսպիսի բաներ, որ եթե հանկարծ շարժման լիդերներին, հա, օրինակ ասում ես, որ բայց դուք ծրագիր չներկայացրեք, ենթադրենք, հա, եւ այլն, իրենք սկսում են ասել, չէ, մենք ամեն ինչ էլ կա, ամեն ինչ էլ նա մտեք, չգիտեմ, եւ այլն, կարբացեք, այնտեղ քաշեք, ես իմ քարտացեք, կհասկանաք։ Այստեղ ես ուզում եմ ասեմ, որ քաղաքական ընդհանուր առմամբ այդ քարոզչությունը, էլի չեմ ուզում դա որպես վատ
շատ բար, կոմունիկացիաները, հանրային հաղորդակցությունը քաղաքական։ Ինքը այսպեսի հետաքրքիր դիսցիպլինա է, որում ժողովուրդը միշտ ճիշտ է, միշտ։ Այսինքն, եթե ժողովուրդը չընկալեց Որտեւ հաճախորդը ինքն է։ ինքը հաճախորդն է, ու ինքը մոնոպոլիստն է, ու ոչ մի պրոֆսայուզ էլ չեք ստեղծել, այս տեսանկյունից էլ ասեմ։ Դեք շատ ուղիղ հարաբերություններ են, հա, այդ տեսանկյունից ուղիղ կապիտալիստական հարաբերություններ են։ Եթե քո կարծիքով դու ներկայացրել ես, չգիտեմ, այնտեղ պլան, ծրագիր, գալակտիկաները, կողքի բոլորը նվաճված են արդեն, բայց ժողովուրդը ասում է ինչ որ դու դուրս չես գալիս, դու սխալ ես արել ինչ որ բան, վերջ, այստեղ ուրիշը չի կարող լինել, ու դա պետքա ինչ որ մանտրայի նման մտնի ուղղակի մեր քաղաքական դաշտի մեջ, ու ես համոզված եմ, որ դա ինչ որ տրիգեր կհանդիսանա, խթան կհանդիսանա ավելի լավ աշխատանքի։ Այդ ինչից այդ միտքը տի շարունակություն, նաև ասեմ, որ մեր մոտ քաղաքական դաշտում էլի տես քաղաքական գործիչ արտադրություն չեմ օգտագործում, այսօր մեր քաղաքական դաշտում գործող անձանց շատերին թվում է, որ իրանց պատվիրատուն դա Կրեմլն է, Դաբրո Կրեմլն է, կամ ենթադրենք բանն է, Էրդողանն է, ոմանց թվում է, որ Էրդողանն է, ոմանց թվում է, որ իրանց պատվիրատուն Բրյուսելում է նստած կամ Վաշինգտոնում եւ այլն։ Սիրելիներս, ձեր պատվիրատուն նստած է ենթադրենք Աչաջուրում, Տաշիրում, Աշոցքում, Եղեգնաձորում, Երևանում, 40%-ը Երևանում է նստած ձեր պատվիրատուի։ Ձեր պատվիրատուն ըստեղ է, եթե դուք ուզում եք ի վերջո հասնել հաջողության, կենտրոնացեք ձեր պատվիրատուի վրա, այն դրսինները, դրանք պատվիրատու չեն, դրանք գործընկերներ են, լավագույն դեպքում, հա, կարող եք իրանցից ռեսուրսներ բերել, եթե կարող եք։ Գիտելիք բերեք, աջակցություն բերեք, բայց ձեր պատվիրատուն ըստեղ է։ Եվ ձեր պատվիրատուի հետ պետք է անմիջականորեն կարողանաք շփվեք, աշխատեք եւ իրանց վստահությանը արժանանաք, եթե ուզում եք քաղաքական դաշտում հաջողության հասնեք։ Եվ իդեպ վերադառնալով արդեն ինչից մենք սկսեցինք, եթե մենք ուզում ենք այս տեղեկատվական ահաբեկչության ցիկլը կտրել կամ գոնե մեղմացնել, հա, ամեն մեկս մեզանից պետք է սկսենք։ Մենք չպետք է մաս դառնանք ինքներս այդ տեղեկատվական ահաբեկչության մեքենայի։ Եթե քո նկատմամբ տեղեկատվական ահաբեկչությունը իրականացվում, օրինակ իմ նկատմամբ բնականաբար տեղեկատվական ահաբեկչությունը չէ իրականացվում։ Իմ մոտ, ասենք, բնական ռեակցիան կարա լինի, գիտես ինչ, քո նկատմամբ ահաբեկչությունը դու էլ հակահաբեկչություն է, չէ, իմ մոտ բնական ռեակցիան է, որ իմ մոտ բնական ռեակցիան իմաստով քրիստոնեական է։ Մի այդից խփել են մյուսն էլ դեմ դուր սկզբից։ Մյուսն էլ դեմ դուր։ Բայց հետո փորձիր դրա դեմ պայքարել այն մեթոդներով, որով դու այդ ահաբեկչության ցիկլը չես դարձնում անվերջ։ Դու փորձի խզել այդ ահաբեկչության ցիկլը, դու կանգնեի ժայռի պես, հա, այդ քամին թոփչի մինչև ինքը կվերջանա։ Մի փորձի ահաբեկչության բան անելու, որովհետև ի վերջո եթե դու ահաբեկչության պես պատասխանում, այդ ահաբեկչության շղթան դառնում է անվերջ, ու մենք մեր կյանքը վերածում ենք դժոխքի։ Ու անիմաստ, ես այստեղ իդեպ մի հատ օրինակ կբերեմ, որը որ ես միշտ բերում եմ, միշտ քննարկում եմ իմ գործնական աշխարհում, երբ որ մարքեթինգի հենց տրեյնինգներ եմ անում, երբ որ օրինակ մարդիկ երիտասարդ բիզնեսմենները եւ այլն կամ ոչ այդքան երիտասարդ հարցնում են ինչ անել վատ հետադարձ կապի հետ, որովհետեւ իրականում շատ նման է մեխանիկան, հա, պատասխանի։ Ու ես այստեղ միշտ ասում եմ ու մենք էլ ենք այդ քննարկել, երբ որ եկավ այդ hate-ը օրինակ, հա, կամ այդ վատ հետադարձ կապը բիզնեսի դեպքում, քո նպատակը ո՞րն է, քո նպատակը իրան ապացուցել, որ ինքը վատն է, վատ բան է ասում, քո մասին սուտ է ասում, չէ, քո նպատակը այն է, որ դու որպես քաղաքական գործիչ, որպես ինչ որ գաղափարախոսության կրող, որպես բիզնես տվյալ դեպքում, երբ բիզնեսների մասն ենք խոսում, շարունակես այն նպատակներիդ գնալը, հա, որոնք որ դու դրել ես քո համար, ու որ քո թիրախային լսարանը դա տեսնի, այսինքն երբ որ դու աշխատում ես այդ hate-ի կամ վատ հետադարձ կապի հետ, դու չես աշխատում ուղիղ իր հետ, դու աշխատում ես բոլոր նրանց հետ, ովքեր որ դա կտեսնեն, կկարդան, ինչ որ բան կանեն։ Ու այդ առումով պետք է ստեղ հասկանալ ինչն է ինձ համար ավելի կարևոր, այդ պահին ինձ նեղացրած, հա, կամ ինչ որ ձևի վրթովացրած, որովհետև ահա որ այդ hate-ը լինում իհարկե բնականաբար բոլորս էլ մարդ ենք, այ դա ինչ որ ձևի մեղմելն է, թե իմ նպատակը ավելի գլոբալ է եւ ես պետք է հասկանամ այստեղից ինչա դուրս գալիս։ Շատ դժվար է լռելը, շատ դժվար է երբեմն լռելը, ոչ մի բան չանելը։ Գիտես, այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, որը քաղաքական դաշտում է, իրան պատկերացնի երկու տարբեր հարթությունների մեջ, որպես անձ, որ այո ունի եւ էմոցիաներ, եւ արժանապատվություն, եւ զգացմունքներ եւ այլն, բայց նաեւ եթե դու հանրային գործիչ ես, ինչ որ իմաստով քեզանից ակնկալիքները եւ քո նշաձողը վարկագծային մի քիչ փոխվում է։ Այս վերջերս այդ իմաստով հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, իմ գրառումներից մեկի տակը մեկը հայանք է գրել ինձ։ Ու այդ մեկը իրական մարդ է։ Երբ որ հայանքին գրում ֆեյքերը, այդ անտարբեր է, ուղղակի ջնջում ես այդ հայանքը, որպեսզի էջ այդ մեղմասած աղբանոցի չվերածվի։ Հա, ուղղակի ջնջում ես, առանց պատասխան։ Առանց պատասխան, առանց բան, ուղղակի, բայց այս մեկը իրական մարդ էր։ Հա։
Սկես մտա նայեց իր ոնց որ էջը, հասկացա իրական մարդ է։ Ես ստիպված մտել եմ իր այդ երկխոսության մեջ, ընդ որում այդ երկխոսությունը իմ կողմից եղել է բացառապես հարգանքով, դուքով եւ այլն, եւ ես այդ երկխոսության միջոցով իրան համոզել եմ, որ ինքը իր գրած հայանքը ջնջի։ Ընդ որում համոզելու մեջ չի օգտագործվել շանտաժ, սպառնալիքներ եւ այլն, որ չջնջես, այս կանենք եւ ես փորձել եմ մեղմ ասած դիմեմ իր տրամաբանությանը, իր զգացմունքներին, որպեսզի մի քանի բան իրան ապացուցեմ։ Առաջին դու իմ ասածը սխալ ես հասկացել։ Երկրորդը իմ ասածում քո նկատմամբ ընդհանրապես ոչ մի վիրավորանք չկա։ Իմ ասած քաղաքական խոսք է։ Քո գրածը ընդհակառակը քաղաքական պատասխան չի, քո գրածը անձնավորված վիրավորանք է, դու ինձ վիրավորում ես դրա իրավունքը չունենալով, ըստ էության։ Եվ մի քանի այտենց ռաունդ հետո քննարկումից հետո այդ մարդը ինձ այս ներողություն խնդրեց, իր վիրավորանքը ջնջեց։ Եվ լուրջ եմ ասում, այդ տեսանկյունից իմ համար այդ մեծ հաղթանակ է։ Իհարկե, բայց այստեղ շատ կարևոր է, որ դա ընթերցում էին ինձ համար, օրինակ որպես մասնագետ կողքից նայելով, իմ համար ավելի կարևոր չէ այդ մի հոգի, նրան կարեր բլոկեի, ոչ բաց չէ փոխվելու, ոչ իրա, ոչ քո կյանք։ Բայց իմ համար շատ կարևոր է, որ մարդիկ քո մնացած լեսարանը դա տեսան։ Տեսան բնականաբար, բայց խնդիրը միայն դրանով չի։ Նույնիսկ առանձին վերցած այդ մարդու գիտակցության համար մղվող կռիվը իմ համար շատ կարևոր է, որովհետև այդ մարդը ինձ վիրավորանք է գրել, բայց այդ երկխոսության արդյունքում ինքը առնվազն եկավ նախ ուրիշ կետի, ուրիշ դիրքի, եւ ես ենթադրում եմ, որ եթե այդ մարդուն հարցնեն հիմա իմ մասին, իր մոտ զգացողությունը իմ նկատմամբ էլ ոչ ատելությունը կլինի, ոչ վիրավորանք կլինի հարգանքը, որտեղ ինքը հասկացա, որ ես այդ իրավիճակը իր հետ ես փորձեցի հանգուցալուծել հարգանքի, տրամաբանության, երկխոսության միջոցով, ոչ թե վիրավորանքին վիրավորանքով պատասխանել։ Բայց շատ հեշտ է վիրավորանքի վիրավորանքով պատասխանել։ Եվ այդ եմ ասում, այդ վիրավորանքները, որ մենք իրար տալիս ենք հայոյանքը, այդ ինֆորմացիոն ահաբեկչության մասը, մենք այդ մասը չպետք է դառնանք։ Այդ նորմա, այդ ընդհանրապես մի հատ առանձին եւս տենց ենթաթեմա է, այս ամբողջ քարոզչության ու բևեռացման եւ հետ ճշմարտության էս մեր բանի մեջ, դա ոչ միայն հայհոյանքի, բայց հիմնականում հայհոյանքի եւ իրար վիրավորանքի հայհոյանքի եւ այդ ամեն ինչի նորմալիզացումն է թվային տիրույթում, որը որ մենք տեսել ենք։ Ես համոզված եմ, որ մեր ունկնդիրներից եւս կփաստեն, հատկապես կանայք, ովքեր որ սովոր չեն, հայհոյանք ընդհանրապես Հայաստանում լսել աչուձախ, որ այն ինչ որ վերջին տարիներին մենք տեսնում ենք ինտերնետում, որ նույնիսկ, չգիտեմ, տղամարդիկ, ովքեր որ միգուցե իրենց տենց առօրյա կյանքում տենց բաներ իրենց թույլ չտային, բայց իրենց թույլ են տալիս հայհոյանք օգտագործել, ինչը տաբու էր Հայաստանում մշտապես, էլի, օրինակ ես անկեղծ ասած ամբողջ կյանքում մեծացել եմ եւ ապրել եմ Հայաստանում եւ երբեք չեմ լսել ոչ մի անգամ հայհոյանք, բացի պատահմամբ մի անգամից, երբ որ փողոցով էի անցնում, կողքից իրար հետ վիճում էին, ամուսնուցս ներողություն խնդրեց։ Դες մոտավորապես այդ վիճակն էր։ Այդ նորմալիզացիան այդ իհարկե նրանից է, որ մենք նաեւ այդ ինչպես են դրան, ինչպես այդ ինդիվիդուալիզմը հանում ենք, հա, մենք մարդու անհատականությունը ինտերնետը ինքը ինչ որ որոշ չափով հանում է, ընդ որում համ գրողի, համ քաղաքական գործչի, այսինքն բոլորին դեհումանիզացիան է, հա, դեհումանիզացիան, այո, այդ մենք միշտ երբ որ խոսում ենք դեհումանիզացիայի մասին, հատկապես քարոզչության տեղեկատվական ահաբեկչության կոնտեքստում մենք ասում ենք հանրային քաղաքական գործիչների դեհումանիզացիայի մասին, բայց իրականում այդտեղ ամեն օկտատիրոջ, հա, ամեն մարդու, որ մտել է ինտերնետ, կոպիտ ասած դեհումանիզացիան եւս գոյություն ունի, որովհետեւ ինքը իրան այլևս թույլ է տալիս բաներ, որոնք որ ինքը իր հասարակ կյանքում իրան թույլ չէ տա, կյանքում մտնել ինչ որ կանանց ինչ որ բաներ գրել, վիրավորող, հա, նույնիսկ եթե ինքը իր հետ դրա հետ համաձայն չի, եւ այլն, ու այստեղ իբիջալուց եւս մի հատ բան ասեմ, մենք իհարկե միշտ խոսում ենք, որ կան ֆեյքեր, միշտ խոսում ենք, այդ մտել է մեր տենց բանի մեջ, նարատիվների մեջ, որ կան ֆեյքեր, որ սա ինչը ֆեյքեր են եւ այլն, ժորժեն ամեն ինչը չեն ֆեյքեր իրականում, ամեն ինչը չեն ֆեյքեր, դրանցից շատերը իրական մարդիկ են, ես էլի նորից պետք է ասեմ, օրինակ Instagram-ում ֆեյք ֆայլը շատ դժվար է տեխնիկապես, լրիվ ուրիշ համակարգ է, կան, բայց քիչ են։ Բայց իդեպ Instagram-ում դրա պատճառով հայհոյանքն էլ ավելի քիչ է, քան Facebook։ Այո, որովհետեւ այդտեղ report անելուց չէ, ընդհանրապես Instagram-ի support-ը ուրիշ ձևի է աշխատում, ինքը միշտ է ուրիշ ձևի աշխատում, շատ մաքրում է այդ տեսանկյունից, տենց իդեպ հաճախ հարցեր են լինում follower-ներից քանակը ինչ քչացա, որովհետեւ ֆեյքերին մեջից բարբերաբար ջնջվում է, էլի, նույնիսկ եթե դա քաղաքական ֆեյքեր չեն։ Բայց այդտեղ էլ կան այդ մարդիկ ախր, հետևորդներ։ Այդտեղ էլ կան մարդիկ, հա, որոնք որ իրական մարդիկ են ու գրում են այդ ամեն ինչ, այդ դեհումանիզացիան, այդ ամոթի, հա, իդեպ ես որպես վատ բան չեմ ընկալում ամոթը, հա, դա ինչ որ նորմատիվ նորմա է, ինչ որ հասարակության, ինչ որ տրադիցիոն հասարակության ամոթի էրոզիա։
Ամոթի ինչ լավն էր, հա, ամոթի էրոզիա, հա, տեղի ունենում, ու սա էլ է մեծ խնդիր, ու ես չեմ հավատում, որ կգա ինչ-որ պահ, երբ որ մեր մոտ սա լրիվ կգա ինչ-որ են հին վիճակների, բայց գոնե մի քիչ այս սրությունը պիտի իջնի, որովհետև սա խայտարակություն է, ամեն տուն, ամեն ընտանիք մտած թունավորում է Չէ, իհարկե տոքսիկ թույն է, այո։ Ոնց որ օրինակ թմրանյութը։ Հա, Տոքսիկ թույնը մարդուն իմիջիայից ես քեզ ուզում եմ ասեմ, որ այդ հայոյանքը հանրային տիրույթում անդադանչող ու դրա չեմպիոնները կան, չէ՞, հիմա Դե հա, դրանից մեկը ասենք դե չկա էլ վсё։ Չէ, ոչ չկա, ուղղակի Լաս Վեգասում բանտում նստած է, հա։ Այսինքն այդ մարդիկ, որոնք այդ տոքսիկ թույնը լցրել են մարդկանց գիտակցության մեջ, ինչ որ իմաստով մոդայիկ են դա դարձրել, նորաձև են դարձրել, բոլորը sense ոնց որ դրա շուրջը, բայց այդ հասկանում ես, դες ես հիշում եմ, ասենք, որ մենք փոքր երեխեք էինք դպրոցում էինք, որ մեկը գալիս էր, ասենք, մեր տարեկիցներից մեր մոտ ծխում էր, Հա։ ունես ցույց էր տալի, որ այդ շատ մոդայիկ բան է, դուրս շատ բան պետք է լինես, էլի այդպես ուժեղ տղա ես, որ կարաս քեզ թույլ տաս 10-11 տարեկանում ծխես։ Այդ նույն այդ հայոյանքն է, այսինքն դու անընդհատ ինչ-որ հայոյախառն բաներ ես անում, հա, ու դու ոնց որ փորձես մարդկանց ցույց տաս, որ դա մոդայիկ է, հարգին ես, դա բացարձակ մոդայիկ չի։ Դա իրականում Հայհոյելը մոդայիկ չի, hashtag, հայհոյելը նորաձև չի։ Նորաձև չի, հա։ Հա, հայհոյելը բացարձակ նորաձև չի, ու այդ հայոյանքը այդ ատելության խոսք եւ այլն, որ լցվել է մեր տիրույթի մեջ, ամեն մեկը թող հիշի, դա իր գիտակցությունը թունավորող թմրանյութ է։ Հա։ Այդ թմրանյութից իրենից ազատվեք, դուք եթե ուզում եք առողջ կյանքով ապրեք, ոչ միայն ֆիզիկապես առողջ, այլև հոգեվոր առողջ կյանքով, ասված է, չէ, ասենք Աստվածաշնչում էլ ասած, որ շուրթերդ անեծքով մի պղծի, հայոյանքը անեծք է, դու դրանով պղծում ես եւ շուրթերդ եւ գիտակցությունդ։ Այդ պիղծ, այսպես ասած, խոսքը հանի գիտակցության մեջից է։ Եթե ինչ-որ մեկը քեզ անընդհատ այդ խոսքով է դիմում եւ դրա միջոցով փորձում է քո համակրանքը շահել, հա, ոչ թե քեզ է դիմում, այլ իր հակառակորդներին, որ քո մտածի նրա մասին, որ գուցե այս մարդը ուրիշ ասելիք չունի, որ այս մարդը գուցե դատարկ է ընդհանրապես ասած, որ այս մարդը կեղծ է, եւ այս աղես հայոյանքը ընդհանրապես ասած, իր դատարկությունը ու կեղծությունը քողարկելու միջոց է։ Մի հավատա դրան։ Հավատա ճիշտ ինֆորմացիային, փորձի վերլուծել այն ինչ որ լսում ես, եւ ոչ թե եթե համեմված է հայոյանքով, ուրեմն ավելի ճիշտ է, չէ, բացարձակ։ Այդ առումով իդեպ երկու բան էլ, նախ հայհոյանքը իմ համար տեխնիկապես է մեծ խնդիր, որովհետև ինքը օվերտոնի պատուհան է բացում, էլի, այսինքն եթե աչուձախ կարելի է հայհոյել, ուրեմն վիրավորել, ինչ որ վատ բաներ գրել եւ այլն, եւս աչուձախ կարելի է եւ դա ընդհանուր այդ հեյթի աստիճանը շատ բարձրացնում է, էլի, հանրության մեջ։ Ինչ վերաբերվում է երևի եւս մի հատ երկար թեմա է, ինչ վերաբերվում է կոնկրետ այդ ֆենոմենին, հա, որի մասին մենք խոսում ենք, որ հիմա Լաս Վեգասի բանտում է, իդեպ քարոզչության տեսանկյունից շատ հետաքրքիր ֆենոմեն է, որովհետև ինքը ուռճացված, բայց ցույց է տալիս ինքը մեր ներկա իշխանությունը եւ այլն, իրենք ուռճացված ցույց են տալիս այն քաղաքական գործիչների կերպարը, որը այսօրվա օրով ամբողջ աշխարհում իդեպ սկսում է վաղուց արդեն վայելել հեղինակություն, հա, մարդկանց սեր, հարգանք, չգիտեմ, այնտեղ վստահություն եւ այլն, այսպես կոչված սպին դիկտատորների տենց ինչ որ բան է, հա, որտեղ որ այդ հետ ճշմարտությունը շատ մեծ դեր է խաղում։ Սպին նշանակում է, եթե հայերեն փորձենք թարգմել, ֆրցնող Դե լրիվ այդ վիճակն է, կներեք իհարկե, ֆրցնող քաղաքական գործիչների, որովհետև այդտեղ ֆրացվում է ճշմարտությունը, բանականությունը, շփման ձևը մարդկանց հետ, աուդիտորիա եւ այլն, բայց այստեղ կա մի հատ ուրիշ առանձնահատկություն, բոլորը շատ խարիզմատիկ, մենք կարող ենք շատ վերաբերվել ընդունել, բայց եկեք տեխնիկապես ճիշտ գնահատականներ տանք։ Շատ խարիզմատիկ, շատ լավ ռետորաբանություն, ճարտար լեզվով շատ։ Իրանց լսարանը հիանալի զգացող, հիանալի ուղակի զգացող, ոնց որ նույն ձևի խոսում էինք, հա, Փաշինյանի մասին, այստեղ բոլորը, ու այստեղ շատ տարբեր օրինակներ կան Ուգո Չավեսից մինչև Ֆերդինանդովիչը, բայց շատ տարբեր, էլի, անդադար նորություններ ստեղծող, անդադար, կլինի այդ հարցազրույցների ժամանակ ինչ որ բան ասելը, ինչ որ կտրածրիլը, ինչ որ տենց, չգիտեմ, ինչ որ կապ չունի, անդադար նորություններ ստեղծող, ու այդ ամեն ինչը էլի ինչ որ տես մեծ քարոզչական գիծ է։ Իդեպ Գուրիևը, որը գրել է այդ գործը, ֆրցնող դիկտատորների մասին, ես իրեն անձնապես ճանաչում եմ, մի քանի անգամ հետո հանդիպել եմ, ինքը նշում է նրա մասին, որ այդ ֆրցնող դիկտատորը դա ժամանակակից ժողովրդավարական հասարակարգի ծնունդ է եւս, այսինքն եթե նախկինում դիկտատորը ուժի միջոցով էր կառավարում, հիմա ժողովրդավարության արտաքուստ, այսպես ասած բանը պահվում է, քողը պահվում է, հա, գործիքակազմը եւ այլն, բայց առաջանում է այդ խարիզմատիկ
բայց իրականում բացասական գիտակցության բանձը, որը կարողանում է իր խարիզմայի, ճարտարախոսության, հնարամտության հաշվին անընդհատ իր լսարանին ֆրցնել, մատի շուրջը ֆրցնել եւ պահել իր սեփական շահերի դաշտում։ Այսինքն այն մարդը, որը լսում է մեղմ ասած ֆրցնող դիկտատորին եւ լսում է եւ ենթարկվում է նրա կամքին, նա պետք է հիշի ինքը կորցնում է, որովհետեւ ինքը կորցնում է, որովհետեւ այդ ֆրցնող դիկտատորը իր հաշվին շահում է, դա պետք է հասկանալ։ Դե սա ուղղակի նաև եւս բերում է այն հետևության, որ նույնիսկ եթե դու շատ աճ քաղաքական գործիչ ես, հա, կամ ցենտրիստ քաղաքական գործիչ ես, որը ուզում եմ ասեմ, այդ բաների, այդ շոումենական միգուցե բաների վրա չի փորձում հիմնվել, ազգային ավելի գաղափարախոսություն ես ուզում տանես, բայց առանց այդ մի քանի բանի, հա, որոնք են խարիզման բնականաբար, որոնք են էմպաթիան եւ հասկանալը, ինչ է ուզում քեզանից լսել, դե գոնե ինչ որ չափով հասկանալը, հա, քո լսարանը թիրախային եւ այդ քո թիրախային զգալուն դու այսօրվա աշխարհում այլևս այդ շուկայական հարաբերությունների մեջ, այսպես ասած, քո գինը այդքան բարձր չի կարող լինել։ Բայց արձագանքեմ քեզ, որ խարիզման շատ կարեւոր է, հա, այսինքն խարիզմա որն է, լսարանիդ վրա զգայական ազդեցության կարողությունը։ Էմպաթիան շատ կարևոր է, էմպաթիան որն է, դա փորձենք բացատրենք։ Դա լսարանը գիտի։ Լսարանիդ մենք ուզում ենք նաև մեր լսարանը ընդարձակենք, չէ՞։ Դա լսարանիդ զգացմունքները զգալու եւ ապրումակցելու կարողությունն է, էմպաթիան ապրումակցելու կարողությունն է, հա։ Այդ դրանք գրդերական բաներ են։ Դրանք առանձնացնում են քաղաքական գործին, հա, բայց ֆրցնելը մանիպուլյացիա։ Հա։ Դա արդեն բացասական դաշտում է, ու խնդիրը դա, որ մենք հիմա ունենք այդպիսի, այսպես ասած, խառը հերոսներ, որոնք առաջ երկու կարողություններ ունեն, հա, այսինքն խարիզման եւ էմպաթիա, բայց անդադար ֆրցնում են, բայց մանիպուլյացիայի կարողություններ, եւ իրանք այդ դրականն ու բացասականը իրար հետ մի հատ շարաչուն խառնուրդ է ստացել, այսինքն իրանք կարողանում են մի կողմից լսանի վրա ազդեն, հա, իրանք մտքերին տիրեն, հա, բայց մյուս կողմից այդ մտքերը տիրելով այդ մտքերը անդադ ֆրցնում են, հենց դա։ Դե դա այնա, որ մենք հիմա թևակողել ենք հետ ճշմարտության դարաշրջան եւ ամբողջությամբ այդտեղ են գտնում ամբողջ աշխարհում եւ Հայաստանը այդ առումով բացառություն չի, ուղղակի մեր մոտ այնքան տրավմատիկ էին վերջին տարիները ու շարունակում են տրավմատիկ լինելու, այնքան բանի միջով ենք մենք անցել ու անցնում անդադար, որ բնականաբար մեր մոտ այն բոլոր երևույթները, որոնք որ ամբողջ աշխարհում կան, շատ ավելի սուր են, շատ են ազդեցիկ են եւ այլն, բայց այդ հետ ճշմարտությունը, որը նաեւ ստից ինչով է տարբերվում, որ ինքը ամբողջությամբ սուտ չի, ինքը ինչ որ պնդում է, որը իր մեջ պարունակում է ճշմարտություն եւ իր մեջ պարունակում է նաեւ ինչ որ այդ մանիպուլատիվ էլեմենտ, հա, այ դրանով առաջ գնալը ու ամեն ինչը, երբ մենք խոսում ենք այսօր իշխանական ռոպագանդայի մասին, կառուցված է այդ հետ ճշմարտական դարաշրջանի ոսկե կանոնների վրա, հա, մի քիչ ճշմարտություն, բայց հիմնական այն կորիզի մեջ անպայման մի հատ այդ ֆրթնել, մանիպուլյացիա անելը։ Ըստ այդպես քեզ պետք է որոշակի ճշմարտության բաղադրիչ վստահություն ձեռք բերելու համար եւ այդ ճշմարտության քողի հետևը դու սկսում ես մատուցել արդեն ոնց որ լավ փաթեթավորված իմիջած, լավ փաթեթավորված, ձևախեղված, աղճատված սուտ, որովհետեւ քեզ ի վերջո այդ հետ ճշմարտության նպատակը ոչ թե ճշմարտությունն է, այլ ընդհակառակը սուտը վաճառելն է։ Հանրային գիտակցության մեջ սուտը պրոպագանդան է եւ տարածելն է։ Դրա օրինակն էլ երևի բերեմ ու սահմանափակենք, որովհետեւ անverջ երևի կարող ենք այս թեմայից խոսել, իմ կարծիքով լավագույնս հասկանալու համար հատկապես հայալեզու դաշտում, թե ինչն է հետ ճշմարտությունը, ինքը ոնց է դրսևորում, կարելի է նայել մեր գլխավոր մեդիա կիլեր, հիմա տենց են ասում, Պետրոս Ղազարյանի ցանկացած հաղորդումները, որոնք որ ինքը անում է իր ընդդիմադիրների հետ, որովհետեւ այդտեղ հարցադրումների մեջ այ հարցերը, որ եթե դիմանակ ժողովուրդ ջան նայեք, այդտեղ հարցադրումները շատ հստակ ինչ որ սիստեմատիկ համակարգ ունեն։ Ուրեմն քանում պնդում, այդ պնդման մեջ անպայման կա մի հատ sense ինչ որ սուտ մաս, այսինքն ինքը ինչ որ այդ պնդումը նրանում է կայանում, որ ինքը բնութագրում է, թե ինչա տեղի ունեցել, ու այդտեղ անպայման մի հատ սուտ մաս կա, որ ինքը ճիշտ մասել կա։ Ճիշտ մասել կա, ինքը երկար, շատ երկար sense, որ զոհը չի հասկանում դրա ուրա տանում Պետրոս Ղազարյանը, ոչ մարվում այդ երկար այդ պնդումը, հետո մի հատ հարց է տրվում, այդ պնդման հետ ճշմարտական պատման հիման վրա այս զոհը լրիվ այդ վիճակն է, էլի փոխանակ ինքը այդ Սարդոստայնից ինչ որ ենք գտնում, գալիս է Սարդի մոտ, նստում է, ասում է դե արին փորձենք միասին այս Սարդոստայնին հետ ինչ որ բան անեն, ու վերջ ամեն ինչ կորած է։ Իհարկե եղել են դեպքեր, ես ունեմ այդպես սիրած հարցազրույցներ, որտեղ որ ստացվել է այդ բան անելը, բայց հիմնականում այս սիստեմայով աշխատում։ Եթե դու այդ մոդելի մեջ պատասխանում ես տրված հարցին, դու արդեն պարտված ես։ Այո,
Այո։ Դու այդ մոդելի մեջ ուստը պետք է այդ հարցին պատասխանես, այլ պնդման մեջի կեղծիքը բացահայտես։ Ընդհանրապես պիտի չպատասխանես, գաս ասես քո ուզածը։ Ես տենց մի հատ հարցազրույց հա, եմ տեսել, կամ հիանալի այդպես, հարցազրույց, իսկ Տիկին Կարին օրինակ- Տոնոյանի հարցազրույցներ, Ես հա։ էլ եմ ուզում Կարեն Տոնոյանի հարցազրույցը նշել, որը հենց այդ Այո։ դրամբանության մեջ էր, բայց օրինակ իմ դեպքում ես նաև ասեմ, ես մի քանի անգամ հրաժարվել եմ Պետրոս Ղազարյանի այդ հարցազրույցից, համարելով, որ այդ մոդելը մանիպուլյատիվ։ Դա լրագրողի մոդել չի։ Չէ, դե իհարկե։ Դա լրագրողի մոդել չի, դա քարոզչի մոդել է, իսկ ես չեմ գնալու նստեմ քարոզչի հարցերին պատասխանեմ։ Դա անիմաստ է։ Լրագրողը պետք է լինի անաչառ։ Եթե ի սկզբանե անաչառությունը բացառվում է, ոչ թե երաշխավորված չէ, այլ բացառվում է, ու դու հասկանում ես, որ այնտեղ քո դիմացը նստած է իշխանության քարոզիչը, որ մեր բոլորի միջոցներով զբաղված աստոյցան մեր բոլորի դեմ աշխատանքով իմաստ չունի իր հետ որևէ երկխոսություն, որովհետև ի սկզբանե երկխոսության նպատակ դիմացի կողմը չի հետապնդում։ Իդեպ հասկանալի է, որ այդ անաչառությունն էլ դա հնարավոր չի ընդհանուր առմամբ որևիցե մարդ կամ որևիցե ընկերություն լինի լիովին անաչառ, բայց այն ինչ որ այնտեղ է տեղի ունենում, դա լրիվ այլ մակարդակ է։ Դու կարաս մի քիչ շեղվես անաչառությունից, բայց եթե դու ի սկզբանե բացարձակ աչառու ես, այո, բացարձակ աչառու ես, իմաստը ո՞րն է քո հետ խոսել։ Բայց սա լավ օրինակն է, էլի հետ ճշմարտության, sense դասագրքային օրինակ է, որին էլի կարելի է նայելու հետևել։ Ինձ թվում է հետ ճշմարտությանը պետք է մի անգամ էլ անդրադառնալ մեր քննարկումների ժամանակ, որովհետև այդ գաղափարը պետք է շատ մանրամասն բացատրել։ Եվ ինձ թվում է, որ մենք այսօր բոլոր դեպքերում փորձեցինք մի քանի գաղափարների քարոզչության եւ տեղեկատվական ահաբեկչության դաշտում անդրադառնանք, բայց երևի այսօր մեր զրույցը այսքանով սահմանափակենք, հաշվ առնելով, որ մեր լսարանի նաեւ համբերությունը անսահմանափակ չի եւ ինչ որ բայց սկսած ուշադրությունը սկսում է նվազել, բայց այն հանձնառությամբ, որ այս թեմաներին մենք կվերադառնանք եւ կփորձենք այն թեմաները, որ ամենամեծ հետաքրքրություն են առաջացել, շարունակենք։ Սիրով այո կանենք, ես կարծում եմ կարևոր շատ թեմաներ են։ Շնորհակալություն, սիրելի ունկնդիրներ, խնդրում ենք թողեք մեկնաբանություններ գրեք, թե այս թեմայի շրջանակներում կամ միգուցե այլ թեմաներից ինչը ձեզ կհետաքրքրեր, ինչի մասին կցանկանայինք, որ մենք խոսեինք, բաժանորդագրվեք մեր ալիքին, մեր Instagram-յան էջին, մեր Facebook-յան էջին, TikTok-յան էջին, ամենտեղ կանք, շուտով կլինենք նաև Spotify-ում։ Ես Նունե Մելքումյանն եմ։ Ես Ավետիք Չալաբյանն եմ, մնացեք մեզ հետ։